փորձում էր արդեն Վիլնյուսում աշնանը ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը Եվրոմիության հետ եւ կարծես թե ուրվագծվում էին մեր տնտեսության զարգացման որոշակի նոր հեռանկարներ, սակայն սեպտեմբերի 3-ին քաղաքական ղեկավարությունը Հայաստանի այլ մտադրություն հայտնեց միանալ մաքսային միությանը եւ արդյոք այդ ընտրությունը արդարացված է եւ ինչ կարող է մեզ տալ, որպեսզի ես իհարկե էկզեկուտիվի հիմնական մասը կանադառնամ ընդհանրապես մաքսային միության հիմնահարցերին, բայց փորձեմ կարճ համառոտ ակնարկի ձևով ներկայացնել ուրեմն վերջին 10 տարիների մեր տնտեսության հիմնական հիմնախնդիրները եւ այսպես կոչված դինամիկ զարգացման փուլին անցնելու հնարավորությունները, որ կարող են մեզ ընձեռնել դերևս Եվրոմիությանը հետ ասոցիացման ազատ առևտրի եւ ասոցիացման ուրեմն համաձայնագիրը։ Հայաստանի տնտեսությունը վերջին 10 տարիների ընթացքում ունեցել է շատ սահմանափակ թվով աճի ռեսուրսներ, դրանք մոտավորապես ես սովորաբար դասակարգում եմ 4 խմբի, առաջին ռեսուրսը դրանք մեր ներքին ռեսուրսներն էին կապված մեր հանքահունքային արտադրանքի, այսինքն մեր արտահանման գյուղատնտեսական ռեսուրսների եւ այն որ ներքին աղբյուրների վրա հիմնված ռեսուրսների հետ, որոնք մեզ հնարավորություն էին տվել վերջին տասնամյակում ապահովել տնտեսական աճի որոշակի մասը։ Երկրորդ ռեսուրսները կապված են արտաքին վարկերի հետ, որոնց միջոցով հնարավոր է եղել իրականացնել որոշակի ենթակառուցվածքային ծրագրեր, դրամավարկային խաղաղականություն, հարկաբյուջետային խաղաղականություն եւ այլն։ Ռեսուրսների մյուս խումբը բավականաչափ մեծ ազդեցություն է ունեցել վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի հարցում, մասնավոր տրանսֆերներն են, որ փոխանցվել են ուրեմն արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, երաշտանքային միգրանտների եւ հայրենակիցների կողմից, դրանց հիմնական մասը նշեցի, որոնք եղել են Ռուսաստանին, եւ այդ ռեսուրսների մեծ մասնավոր տրանսֆերների աճը վերջին 10 տարիներին ըստ էության պայմանավորված է եղել նույն Ռուսաստանում տնտեսական աճի հետ, Ռուսաստանը էներգառեսուրսների համաշխարհային շուկայում էներգառեսուրսների գների աճի ուրեմն շնորհիվ կարողացել է բավական տնտեսական աճ ապահովել եւ Ռուսաստանում աճող հայերը հնարավորություն են ունեցել ուրեմն տարի ընդլայնել մասնավոր տրանսֆերների ուրեմն փոխանցումները Հայաստան։ Սակայն վերջին 2008-2009 թվականի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ակնհայտորեն դրսևորվեցին մեր տնտեսության ուրեմն արտաքին խոցելիության այդ ուրեմն մեծ խոցելիության հետ կապված ռիսկերը, տնտեսությունը անկում ապրեց, այսինքն հիմնված արտաքին ռեսուրսների վրա մեր տնտեսությունը փաստորեն բախվեց այդ ռեսուրսների սպառման հնարավորություններին։ Վերջին տարիներին նույնպես նկատելի է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, ինչը նույնպես պայմանավորված է նրանով, որ այդ ռեսուրսները, որոնք նախկինում նպաստում էին տնտեսական աճին, ուրեմն ըստ էության դրանք սպառվել են։ Վերջին զարգացումներն արդեն ցույց են տալիս նաև Ռուսաստանում տնտեսական այն հիմնախնդիրները, որ առաջացել են, որ այդ մասնավոր տրանսֆերների առումով մենք զգալի խնդիրներ ունենանք արդեն այս տարի։ Խնդիրը նրանում էր, որ Հայաստանի զարգացման տնտեսական աճի հիմնական աղբյուրը պետք է հանդիսանար կառուցվածքային փոփոխությունները, այսինքն տնտեսության նոր ճյուղերի, նոր արտադրությունների ստեղծումը, որը հնարավոր էր ուրեմն դերևս դրա համար հնարավորություն էր բացվում ինտեգրվելով
տնտեսական հարաբերությունների մեջ մտնելով այդպիսի տնտեսություն դիվերսիֆիկացված, տարբեր ճյուղերի զարգացած տնտեսություն ունեցող տարածաշրջանային միավորման հետ իդեմս Եվրոմիության, բայց այդ հնարավորությունները փակվեցին, որովհետև Հայաստանը փաստորեն ընտրեց մաքսային միության անդամակցելու հեռանկարը, այսինքն այդպիսի ընտրություն կատարեց։ Ըստ էության ռիսկերը մեր տնտեսության էլ ավելի կարծում եմ դրանով մեծացան եւ մենք լուրջ ենթադրում եմ լուրջ հիմնախնդիրներ կունենանք արդեն այս տարի։ Փորձեմ հիմա արդեն կոնկրետ անդրադառնալ մաքսային միությանը եւ Եվրասիական միության ուրեմն հիմնախնդրին, որտեղ մաքսային միությունը սերտորեն առնչվում է, համարվում է Եվրասիական միության ստեղծման փուլերից մեկը, սովորաբար ուրեմն տեսությունում հայտնի է Վալասի 5 փուլերը, այս ազատ առևտրի գոտի, մաքսային միություն, ընդհանուր շուկա, ընդհանուր արժույթ եւ ընդհանուր տնտեսական քաղաքականություն եւ ընդհանուր արժույթ եւ վերջում քաղաքական ուրեմն ընդհանուր միություն, ինչպես ասենք իրենից ներկայացնում է Եվրոմիությունը, աստորեն ռուսական նախագծողները Եվրասիական միության ենթադրում են, որ այդպիսի փուլերով ուրեմն հնարավոր է հետ խորհրդային տարածքում ստեղծել տարածաշրջանային այդպիսի միավորում, ինչը իդեմս Եվրասիական միության։ Ես կփորձեմ Եվրասիական միության ստեղծման այդ գաղափարը, այդ նախագիծը ուրեմն ներկայացնել թե քաղաքական նպատակների առումով, թե տնտեսական նպատակների առումով եւ քաղաքական ինչով է պայմանավորված Եվրասիական միության ուրեմն այսինքն որ քաղաքական գործոններն են ազդում կամ քաղաքական հիմնավորվածությունը Եվրասիական միության Ընդհանրապես պետք է այս հարցի մասին խոսել, պետք է իմանանք, ընդհանրապես պետք է ուրեմն նշել, որ գոյություն ունեն երկու մոտեցումներ, հիմնական երկու մոտեցումներ մաքսային միության եւ Եվրասիական միության ստեղծման արդյունավետության առումով։ Առաջին մոտեցման համաձայն, որը որ Եվրասիական միության նախագծողներն են ներկայացնում, այն հնարավորություն կտա դրա կազմի մեջ մտնող երկրներին ընդլայնել իրենց շուկան, այսինքն ընդհանուր ավելի մեծ շուկայի շնորհիվ զարգացնել իրենց արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ տնտեսությունը, այսինքն ունենալ դրական էֆեկտ։ Օրինակ այդպիսի հետազոտություններ են կատարել Ռուսաստանի ակադեմիայում, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, բայց կան նաև հետազոտություններ, օրինակ կատարված համաշխարհային բանկի կողմից, որոնք փաստում են հակառակը, այսինքն այդ ինտեգրումը, այդ տարածաշրջանային միավորման ստեղծումը ոչինչ չի կարող տալ այդ երկրներին, դրա մասը կազմող երկրներին եւ քանի որ այդ երկրները ըստ էության, որոնք արդեն տեխնոլոգիական առումով համարվում են շատ հետամնաց երկրներ, տեխնոլոգիական առումով կմեկուսանան աշխարհի ուրեմն զարգացած տեխնոլոգիական կենտրոններից եւ որևէ դրական էֆեկտ չի կարող խոստանալ Եվրասիական միության ստեղծումը։ Քաղաքական առումով ռուս փորձագետները, նախագծողները ծրագրի, գաղափարախոսները ծրագրի կարծում են հետևյալը, այսինքն նրանք ենթադրում էին, որ աշխարհում տեղի են ունենում շատ գլոբալ փոփոխություններ եւ պետք է աշխարհի թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական կառուցվածքը առաջիկա տարիներին կարող է ենթարկվել էական փոփոխությունների։ Այն է, քանի որ այսօրվա աշխարհը հնարավոր չի անվանել ոչ բևեռ, ոչ միաբևեռ, կարելի է այն անվանել թերևս առանց բևեռների, չնայած այդպիսի սահմանումը արևմտյան հեղինակներն են տվել այսօրվա աշխարհի առանց բևեռի աշխարհ, աշխարհում ստեղծվել է շատ անորոշություն, գլոբալ առումով պատասխանատվության անկում,
որոշակի դերակատարություն են ստանձնել ազգային կորպորացիաները, չկա որևէ ուժի կենտրոն կամ ուժերի կոալիցիա, որոնք որ կարող են ուրեմն այդ ամբողջ պատասխանատվությունը վերցնել եւ իրենց վրա եւ ապահովել համապատասխան քաղաքական եւ տնտեսական կարգ աշխարհում։ Այսինքն եկել է գլոբալ փոփոխությունների ժամանակը եւ ճիշտ պահն է, որպեսզի մենք առաջ քաշենք մեր նախագիծը։ Այն է Եվրասիական միության աշխարհանախագիծը, այսինքն մեր ստրատեգիան, մեր ռազմավարությունը, որը կարող է մեզ հնարավորություն տալ մասնակցել արդեն գլոբալ կառավարմանը, որը ստեղծվելու է տարբեր միջպետական ուրեմն միավորումների միջոցով։ Եվ Ռուսաստանը իդեմս Եվրասիական միության փորձում է տեսնել ուրեմն այդ ստրատեգիան, այդ ռազմավարությունը ընկելով որոշակի պետությունների հետ եւ նախ եւ բնականաբար նախ եւ առաջ հետխորհրդային տարածաշրջանի պետությունների հետ միջպետական պայմանավորվածությունների հանգել եւ ստեղծել ուրեմն գլոբալ ուժի այդ կենտրոններից մեկը, որը կարող է ուրեմն մտնել մնացածի հետ համապատասխան ուժի կենտրոնների հետ հարաբերությունների մեջ եւ այդ հիերարխիայում գլոբալ կառավարման հիերարխիայում ունենալ իր տեղը։ Դա քաղաքական այսպես կոչված հիմնավորումն է տվյալ նախագծի։ Իհարկե այդ նախագիծը ունի նաև տնտեսական հիմնավորումներ, թեևս ավելի շատ այսօր խոսվում, գրվում է տնտեսական հիմնավորումների մասին, քան քաղաքական նպատակահարմարության մասին։ Բնականաբար Ռուսաստանը տեսնում էր, որ հետխորհրդային տարածաշրջանում ուժեղանում են ուրեմն այլ տնտեսական խաղացողները, իդեմս Չինաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ խաղացողների, որոնք որ աստիճանաբար այդ տարածքի երկրներին ավելի շատ են ինտեգրում իրենցից կախվածության մեջ գտնում եւ այդ երկրները ավելի շատ տնտեսապես հեռանում են ուրեմն Ռուսաստանից։ Եվ այդ ամենը պահանջում է համապատասխան հակադարձ ուրեմն նախաձեռնություններ, որպեսզի կարողանա ինքը ուրեմն հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանը ամրացնի իր դիրքերը։ Բայց դա նաև մենք այդ տնտեսական ուրեմն Ռուսաստանի տնտեսական ակնկալիքները նույնպես կարող ենք խմբավորել, այսինքն նա ինչպիսի ակնկալիքներ է տեսնում, բայց նախ եւ առաջ մենք փորձենք նշել, թե ինչպիսի նախադրյալներ գոյություն ունեն ընդհանրապես այդ հավակնությունների համար։ Հարկ է նշել, որ որոշակի նախադրյալներ գոյություն ունեն, այն առումով, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանում փորձի ուրեմն ստեղծել տարածաշրջանային միավորում։ Այդպիսի ինտեգրող տարրերից կարելի է թերևս նշել առաջին հերթին ուրեմն ռուսական այն տրանսնացիոնալ անդրազգային կորպորացիաները, հիմնականում էներգետիկայի, մետալուրգիայի եւ հեռահաղորդակցության բջջային կապի ոլորտում, որոնք կարողացել են որոշակի ներդրումներ անել հետխորհրդային տարածաշրջանի երկրներում եւ այսպես ասած կորպորատիվ մակարդակով որոշակի ինտեգրացիա ապահովել, չնայած դա համապարփակ եւ ամբողջական չի, կան նաեւ այլ խաղացողներ այս ոլորտներում։ Մյուս թերևս ինտեգրող տարը ենթակառուցվածքներն են, առաջին հերթին տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքներն են, բայց պետք է այս առումով էլ նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում այլ խաղացողներ նույնպես մտել են տարածաշրջան, այսինքն տարածաշրջանում, եթե նախկինում տարածաշրջանը հիմնականում տրանսպորտային առումով կապված էր Ռուսաստանի հետ, կառուցվել են հիմա տարբեր տեսակի ճանապարհներ, որոնք որ տարածաշրջանը կապեն Չինաստանի, Իրանի, Թուրքիայի հետ, կառուցվել են խողովակաշարեր, գազի, նավթի, այսինքն ենթակառուցվածքների առումով Ռուսաստանը չունի նախկին մենաշնորհային դիրքերը։ Ինտեգրող տարրերի թվում դերևս կարելի է նշել նաև աշխատանքային միգրացիան,
հայտնի է, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրներից, Ուկրաինա, Մոլդովա, ուրեմն շատ միգրանտներ, միգրացիոն խոսք կա Ռուսաստան եւ դա ինչ-որ առումով ուրեմն ապահովում է, այսպես ասած, ինտեգրացիայի համար նախադրյալ։ Ինտեգրող տարերից կարելի է նշել միջ անձնային կապերը, որ գոյություն ունեն հետխորհրդային երկրների ուրեմն քաղաքացիների միջև, լեզվական կապերը եւ այլն։ Բայց այս բոլոր նախադրյալների հետ միասին կան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարելի է ասել անհաղթահարելի է, որոնք որ հնարավորություն չեն տալու ուրեմն իրականացնել չեն կարող ուրեմն խոչընդոտել այդ Եվրասիական միության կայացմանը։ Այսպիսի խոչընդոտների թվում, ես կառանձնացնեի նախ եւ առաջ կառուցվածքային, տնտեսությունների կառուցվածքային, առևտրային եւ ինստիտուցիոնալ խոչընդոտները։ Ինչ են դրանք իրենցից ենթադրում, ինչ են դրանք նշանակում։ Բոլոր այս երկրները, հետխորհրդային տարածաշրջանի երկրները ունեն տնտեսության այնպիսի կառուցվածքներ, որոնք իրար չեն կարող որոնք չեն կարող հոգ լրացնել հոխադարձ կապեր ստեղծել, որովհետև այս երկրները բոլորը հիմնականում հումք արտահանող երկրներ են, կառուցվածքի առումով շատ պարզունակ եւ այս տնտեսությունները ինտեգրման առումով ոչինչ չունեն միացնող, այսինքն հիմնվում են ոչ տեխնոլոգիատար արտադրանքների, ուրեմն արտադրության, հիմնականում հանգամանքային արտադրանքի արտադրության վրա։ Այսպիսի տնտեսությունները, կառուցվածքի առումով այսպիսի տնտեսությունները դժվար է ուրեմն ինտեգրել։ Եվրոմիությունում ճիշտ հակառակ պատկերն է։ Ձեռնարկությունները, տարբեր երկրների ուրեմն տնտեսական կառուցվածքները միմյանց շատ լավ փոխ լրացնում են, ապահովում համապատասխան սիներգիկ էֆեկտ։ Առևտրային առումով նույնպես հետխորհրդային տարածաշրջանում ըստ էության չկա, այսպես ասենք, անհրաժեշտ հիմքեր ինտեգրացիոն միավորման ստեղծման համար, որովհետև բոլոր այս երկրների արտաքին առևտուրը ըստ էության ավելի շատ կողմնորոշված է երրորդ երկրներին, քան միմյանց հետ։ Եթե մենք վերցնենք Հայաստան կլինի, Վրաստան կլինի, Ադրբեջան կլինի, Կենտրոնական Ասիայի երկրներ կլինի, բոլոր այս երկրների համար հեռավոր արտասահմանի ուրեմն երկրները արտաքին առևտրային հիմնական գործընկերներն են, քան ասենք հետխորհրդային տարածաշրջանի նախկին, այսինքն հանրապետությունները Սովետական միության, որ նախկինում այս բոլոր երկրները գիտեք ինչպիսի ինտեգրացիոն կապերի մեջ էին միմյանց հետ։ Թեկուզ Հայաստանի համար որ վերցնենք, Ղազախստանն ու Բելարուսը արտաքին առևտրային չեն կարող համարվել ուրեմն խոշոր գործընկեր։ Առավել ևս երբ մենք դիտարկում նայում ենք Ռուսաստանի ուրեմն արտաքին առևտրային գործընկերների շարքը, տեսնում ենք, որ Ռուսաստանի համար հետխորհրդային երկրների հետ արտաքին առևտուրը կազմում է նրա արտաքին առևտրի ընդամենը 13 մոտապես տոկոս, մոտ 85%-ը եւ ավելին ընկնում է հեռավոր արտասահմանի երկրներին, այսինքն Ռուսաստանի համար նույնպես այս երկրները չեն համարվում առևտրային էական գործընկերներ։ Կա պատրված, այսպես ասած տրոհված մենք գործ ունենք տրոհված ինտեգրացիոն տարածքի հետ։ Այս առումով ուրեմն արտաքին առևտուրը էական խոչընդոտ է ինտեգրացիոն գործընթացների համար։ Ինստիտուցիոնալ առումով բոլոր այս երկրներում իրականացվել են ինստիտուցիոնալ
բարեփոխումներ, որոնք ունեցել են տարբեր դինամիկա, տարբեր ուղղվածություն եւ ներկայումս էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառուցվածքի առումով այս երկրները ունեն էական առանձնահատկություններ եւ տարբերիչ գծեր։ Երկրների մի մասը հանդիսանում են ասենք Հայաստանը, Հնդկաստանը, Վրաստանը, Արևմտյան համաշխարհային կազմակերպության անդամ, երկրների մի մասը իրականացնել են չափավոր բարեփոխումներ, իսկ մի մասն էլ ընդհանրապես Թուրքմենիան, Ուզբեկստանը համարվում են շատ էտատիստական մոդել ունեցող երկրներ, որոնք բարեփոխումներում առաջել էական առաջընթաց չեն արձանագրել։ Դրանք բոլորը այս ինստիտուցիոնալ խոչընդոտները այս երկրներին շատ են տարբերում միմյանցից, կամ մոտեցնում են այս երկրներին։ Լավ, իսկ ինչ է ցանկանում Ռուսաստանը, ուրեմն այս Եվրասիական միության ստեղծման նախագծով։ Պետք է նշել, որ Ռուսաստանը առաջին անգամ չի, որ փորձ է արել հետխորհրդային տարածաշրջանում ստեղծել ինտեգրացիոն, այսպիսի տարածաշրջանային միավորում։ Այս փորձերը անմիջապես հենց խորհրդային միության ուրեմն փլուզումից հետո եղել են մի քանի անգամ։ Այդ թվում նաև մաքսային միության ստեղծման փորձեր են եղել։ Բայց բոլոր այս ուրեմն փորձերը շատ անհաջող են ավարտվել եւ որևէ առաջընթաց չի գրանցվել։ Եթե 90-ական թվականներին հասկանալի պատճառով Ռուսաստանը թույլ էր, Ռուսաստանը փորձ է արել մաքսային միություն, հենց նույն 90-ական թվականներին ստեղծել մաքսային միություն, առաջին հերթին կենտրոնական ասիական երկրների հետ, բայց 98 թվականին, երբ Կիրգիզիան դարձավ Արևելյան համաշխարհային, Հնդկաստանը դարձավ Արևելյան համաշխարհային կազմակերպության անդամ, իսկ Ռուսաստանը դեր ունեցավ դեֆորտ, այդ փորձը նույնպես անհաջողության մատնվեց։ Այդ ժամանակ դեռ կար պայմանավորվածություն ուրեմն կենտրոնաասիական երկրների հետ, որ սկզբում կստեղծվի մաքսային միությունը, հետո այդ բոլոր երկրները միասին կբանակցեն Արևելյան համաշխարհային կազմակերպության հետ անդամակցելու համար, սակայն Հնդկաստանը փաստորեն այդ պայմանավորվածությունը չի ապահովում, դրանով է ձախողվում ու տապալվում է այդ նախագիծը։ 2000 թվականների սկզբներին նորից այդ գաղափարը սկսեցին վերակենդանացնել, Ռուսաստանում, կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը սկսեց որոշակի տնտեսական աճ արձանագրել համաշխարհային շուկայի էներգակիրների գների բարձրացման արդյունքում, եւ վերջապես 2010 թվականից հետո արդեն փորձ է արվում, ուրեմն շատ ավելի արդեն այսպես ասած համարձակ փորձ է արվում, ուրեմն կայացնել մաքսային միությունը, հետո անցում կատարել Եվրասիական միությանը։ Ինչ է ուզում Ռուսաստանը տնտեսական առումով։ Նախ եւ առաջ Ռուսաստանի համար բոլոր այս երկրները, այս երկրների ավելի ճիշտ հիմնական մասը ունեն կարևոր հումքային էներգետիկ նշանակություն։ Խնդիրը նրանում է, որ այս երկրների մեծ մասը հարուստ է էներգակիրներով, այլ ռեսուրսներով, իսկ Ռուսաստանը ուրեմն պայմանագրային պարտավորություններ ունի շատ երկրների առջև էներգակիրների արտահանման, բայց խնդիրը նրանում է, որ երբ սթափ նայում ես իրավիճակին, Ռուսաստանի արդյունահանման այսօրվա հնարավորությունները եւ ուրեմն նրա պայմանավորվածություններն այնպիսին են, որ միայն իր ռեսուրսներով ինքը ի վիճակի չի ուրեմն կատարել իր պարտավորությունները եւ կարիք ունի լրացուցիչ ռեսուրսների, որ նրանք կարող են տրամադրել այս երկրների ուրեմն մի մասը։ Սա առաջին։ Երկրորդ, ես սա ասում եմ, խմբավորել եմ ուրեմն այս տնտեսական ուրեմն մտադրությունները, ըստ ռուսկա վերլուծելով նույն ռուսական փորձագետների ուսումնասիրությունները, պարզապես փորձել եմ խմբավորել, այսպես ասած, մի քանի խմբերում։ Երկրորդը ուրեմն այս երկրները
հետխորհրդային ունեն որոշակի շուկա, լինելով ռեսուրս արտահանող, ասենք նույն Ադրբեջանը, Ղազախստանը, ռեսուրսներ արտահանող երկրներ, նրանք որոշակի բավականաչափ բարձր եկամուտներ են ստանում եւ կարող են ծառայել որպես շուկաներ, շատ հարմար շուկաներ Ռուսաստանի դեռևս ուրեմն իրենց գոյությունը պահպանող, դեռևս գործունեություն ծավալող արդյունաբերական որոշակի սեկտորների համար։ Դա կլինի սպառողական ապրանքներ արտադրող մեքենաշինական սեկտորի որոշակի ձեռնարկությունների համար այս երկրներում կամ ուրեմն այդ երկրները կարող են շուկա հանդիսանել, որտեղ այս երկրները ստանում են որոշակի եկամուտներ ռեսուրսների արտահանումից։ Այս երկրներում ուրեմն ռուսական ձեռնարկությունները կարող են հիմնադրել աշխատատար ուրեմն արտադրություններ, որոնք կարող են իրենց արտադրած ապրանքով ու կողմնորոշված լինել ռուսական շուկային։ Դա երրորդ ուրեմն տնտեսական շահը, որ կարող է ստանալ Ռուսաստանը։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է ուրեմն այս երկրների ենթադրվում է, որ Ռուսաստանում կարելի է զարգացնել հայտամշակման սեկտորը արևելյան շրջաններում եւ աշխատանքային ռեսուրսները նույնպես կարող են զգալի նշանակություն ունենալ Ռուսաստանի այս սեկտորի զարգացման համար։ Հայաստանի շահը։ Մենք դրան ենք սպասում։ Սա այն բոլոր շահերը, որ ակնկալում է ստանալ ուրեմն Ռուսաստանը։ Բայց ես կուզենայի այդ հարցին մինչև այդ ստրատեգիական շահը երևի, որ սահմանի մենք կարծես թե անցնում ենք հարցու պատասխանը, ես փորձեմ որոշելի ուրեմն բլոկներ ներկայացնել զեկուցի, հա, ինչպիսի մոդել է սա, թե երևի այս տեսական հարցերը հետաքրքիր չի հարցու պատասխանի մեջ անել, կամ մաքսային միություն եւ ազգային շահը ինչ է նշանակում, տեսական հիմնադրույթները, ինչպես լավ, ես կաշխատեմ համարով այնուամենայնիվ այս հարցերի անդրադառնալ եւ ավելի շատ ուրեմն ծավալվել Հայաստանի հարցում, ինչ կարող է մեզ տալ։ Բայց իհարկե այդ ինչ կարող է մեզ տալը նույնպես առնչվում է ուրեմն այս տեսական հիմնահարցերին։ Ինքը եվրասիական ինտեգրման այս մոդել, մաքսային միության, հա, մոդելը կարելի է նշել, որ կեղծ ինտեգրացիաների շարքից է։ Աշխարհում ընդհանրապես հաջող ինտեգրացիաների օրինակները շատ քիչ են։ Ռուսները փորձում են ուրեմն այս միավորումը ստեղծելու հարցում հիմնվել առավելապես եվրոպական Եվրոմիության փորձի վրա։ Բայց այդպես չի, այսինքն Եվրոմիությունը ստեղծվել է այլ պայմաններում, թե ներքին Եվրոմիության ներսում այլ միջավայր է եղել, թե արտաքին միջավայրն է եղել բարենպաստ այդպիսի միություն ստեղծելու հարցում։ Բայց մաքսային միության հետ կապված, այդպիսի ուրեմն եվրասիական միության հետ կապված, այդպիսի միջավայր չկա ոչ ներսում, այդ խոչընդոտների մասին մենք խոսեցինք, ոչ էլ արտաքին աշխարհում, արտաքին միջավայրում։ Սովորաբար ես նորից խմբավորել եմ որոշ հետազոտողների ուրեմն ուսումնասիրությունները ինտեգրացիոն մոդելների առումով առանձնացնում է 6 ինտեգրացիոն մոդելներ։ Ընդհանուր կենտրոնի մոդելը, այսպես կոչված, որը այս մոդելը ենթադրում է, որ կա մեկ կառավարություն, կա մեկ որոշումներ ընդունող կենտրոն, օրինակ Եվրամիությունում, ըստ էության Եվրամիությունը դրում է ճանապարհով։ Այդ որոշումները ընդունվում են մեկ կենտրոնում եւ մնացած տարածքները, հա, մնացած պետությունները պիտի դա ուրեմն կատարեն, հա, ընդհանուր քաղաքականություն է մշակվում։ Կա այսպես կոչված միջկառավարական պայմանագրերի մոդելը, եւ տարբեր որոշումներ ընդունող կենտրոններ կան, բայց այդ կենտրոնները միմյանց հետ ուրեմն կնքում են միջկառավարական, պահպանելով իրենց ինքնուրույնությունը, կնքում են պայմանագրեր,
էլի պետությունների պայմանավորվածության հետ է կապված։ Կա գերիշխող մասնակցի մոդելը, այսինքն մեկը այս կողմերից, տարբեր երկրներից գերիշխող, դոմինանտ է իր հնարավորություններով եւ ըստ էության իր որոշումները պարտադրում է մյուսներին։ Այսպիսի մոդել, ասենք, եղել է նույն ռոմեական կայսրությունը, եվրոպական գաղութատիրական երկրները, որը իր որոշումները կարող է պարտադրել։ Կա ոչ ֆորմալ առևտրի մոդելը, այսինքն երկրների միջև ըստ էության գոյություն ունի տնտեսական ըստ էության գոյություն ունի առևտուր, շատ դեպքերում նույնիսկ կարող է այն ստվերային լինել, ոչ ֆորմալ լինել, որը ոչ ֆորմալ ինտեգրացիա է ենթարկվում, կապված արդեն առևտրի հետ։ Ոչ պետական իրավունքի մոդելը, դա ինչ է նշանակում, որ կանոնները, նորմերը իրավական որ գոյություն ունեն այդ տարբեր երկրներում նման են իրար եւ ըստ էության ապահովում են կարծես թե միասնական տնտեսական տարածք, իրավական տարածք եւ կորպորատիվ ներդրումների մոդելը, այսինքն ձեռնարկությունները տարբեր երկրների իրար հետ գտնվելով կորպորատիվ հարաբերությունների մեջ, շատ սերտ արտադրական կոոպերացիայի մեջ, ըստ էության պայմանավորում են ընդհանուր միասնական ինտեգրված տարածք։ Ինչպես տեսնում ենք, այս ուրեմն 6 մոդելներից 3-ը պայմանավորված է պետությունների ուրեմն ցանկությամբ, այսինքն միջպետական է, 3-ը ոչ պետական է։ Այսինքն գործ ունենք ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինտեգրացիոն մոդելների հետ։ Հիմնականում բոլոր ինտեգրացիոն միություններն են, միավորումներն են որոշակի գծեր են պարունակում այս բոլոր մոդելներից, այսինքն այնպես չի, որ գոյություն ունեն զուտ մաքուր մոդելներ, բայց մեկը ունենում է էական նշանակություն։ Տվյալ դեպքում Եվրասիական միության հետ կապված էական նշանակություն ունի գերիշխող ուրեմն մասնակցի մոդելը, այսինքն տվյալ դեպքում Ռուսաստանը հանդես է գալիս որպես գերիշխող մասնակից, բայց արդյոք Ռուսաստանը ի վիճակի է կատարել այդ ֆունկցիան, որտեղ այդ ֆունկցիան կատարելու համար նա պետք է տիրապետի նաև որոշակի ուրեմն ռեսուրսների եւ ունենա որոշակի հնարավորություններ։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանի տնտեսությունը ունի մի այնպիսի կառուցվածք, մենք դրա մասին նշեցինք, որ նա ի վիճակի չէ պարզապես ինտեգրել այս տարածաշրջանի երկրներին, ինչ իմաստ։ Խնդիրը նրանում է, որ շատ ինտեգրացիոն միավորումների հիմքը մեքենաշինական սեկտորն է, նույն նավթան, հյուսիսամերիկյան, ասիան ինտեգրացիոն այդ միավորումները կայացել են ավելի շուտ մեքենաշինական սեկտրի ուրեմն հիման վրա, դա ապահովում է այսպես կոչված ինտենսիվ ինտեգրացիա, բայց Ռուսաստանի փորձերը այս առումով, Ռուսաստանը դեռ 90-ական թվականներին բազմաթիվ պայմանագրեր է կնքել Հայաստան, Վրաստան, կենտրոնասիական երկրներ, այս երկրների հետ առաջին հերթին ռազմաարդյունաբերական համալիրի ուրեմն վերականգնման, այսինքն մեքենաշինական սեկտրի զարգացման եւ որևէ հաջողությունների չի հասել։ Ինքը Ռուսաստանը ունի արձիականացման, իր մեքենաշինական սեկտրի արձիականացման խնդիր եւ որևէ էական բան չի կարող ուրեմն տալ այս երկրներին, որոնք ակնկալում են ուրեմն ստանալ Ռուսաստանից այդպիսի տեխնոլոգիաներ։ Այսինքն ինտեգրացիոն այս ինտեգրացիան ավելի շուտ կեղծ ինտեգրացիաների շարքից է եւ շատ պայմանավորվածություններ պարզապես մնում են թղթի վրա։ Պատկերավոր կերպով ասած գործ ունեն թղթային ինտեգրացիայի հետ։ Եվ շատ հարցեր լուծվում են միջանձնային ղեկավարների, այս պետությունների ղեկավարների միջանձնային հարաբերությունների մակարդակով։ Ինչ վերաբերում է մաքսային միությունների եւ ազգային շահերին, գոյություն ունեն արդեն 50-ական թվականներից եւ մի քանի տեսություններ են մշակվել։ Դրանցից
մեկը մշակվել է ուրեմն ֆրանսիացի տնտեսագետ Բիոյի կողմից, հենց այդպես էլ կոչվում է մաքսային միությունները եւ ազգային շահերը։ Այնուհետև այս տեսությունը զարգացվել է Վայների կողմից, մաքսային միությունները, դրա հետևանքները աշխատությունում։ Օրինակ Վայները առանձնացնում է երկու տեսակի էֆեկտ։ Մաքսային միությունը, ուրեմն մաքսային միության մեջ մտնող երկրները կամ կարող են ստանալ դրական էֆեկտ առևտրի ստեղծման հաշվին, այսինքն զարգանա առևտուրը, կամ կարող են ստանալ բացասական էֆեկտ առևտրի վերակողմնորոշման հաշվին։ Ինչ է դա նշանակում մոտավորապես եւ ինչով է դա առնչվում այսօր արդեն կոնկրետ Հայաստանին։ Եթե այս երկրները, ուրեմն միավորված երկրների մի մասը ունի մասնակից երկրների մի մասը ունի առևտրի ավելի ազատական ռեժիմ, քան մյուսները, մտնելով միության մեջ, առևտրի ազատական ռեժիմ ասելով ինչ ենք հասկանում, հա կիրառվում է ավելի ցածր սակագներ, օրինակ այլ երկրներից, երրորդ երկրներից, ոչ մաքսային միության երկրներից ներմուծվող ապրանքների համար, ապա նրա բարեկեցությունը մաքսային միության կազմի մեջ կարող է էապես ընկնել, վատանալ, որովհետև նա ստիպված է լինելու, ուրեմն ներմուծել ավելի ծախսատար ապրանքներ եւ ծառայություններ մաքսային միության մեջ մտնող երկրներից, որովհետև իր առևտուրը վերակողմնորոշվում է արդեն դրանց։ Իսկ այն երկրները, որոնք մաքսային միության մեջ ունեն առևտրի ավելի մեծ բաժին, նրանք կարող են շահել դրանից, իրենց ապրանքները հանելով ուրեմն այդ շուկաներ, որտեղ սահմաններ են գծել, այդ երկրները չեն կարող երրորդ երկրներից ներմուծել, արդեն իրենց ապրանքները կարող են իրացնել այդ երկրներում։ Ակնհայտ է այս ամենից, որ Հայաստանը ունենալով շատ ավելի լիբերալ ազատական առևտրային ռեժիմ, բարեկեցությունը այս իմաստով կընկնի, ընդհանուր բարեկեցությունը այս իմաստով կընկնի, որովհետև մենք ստիպված կլինենք արդեն ավելի կամ թանկ ապրանքներ ներմուծել կամ մեր առևտուրը վերակողմնորոշել, ասեցինք ավելի ծախսատար ուրեմն ներմուծմանը, ասենք Բելարուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից։ Այս իմաստով հստակ է, որ Հայաստանը տուժում է։ Բացի այդ, Հայաստանը չի կարող ստանալ, շատ ես կարևորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանը չի կարող ստանալ էական էֆեկտներ մեր տնտեսության ճյուղային կառուցվածքի կատարելագործման իմաստով, ինչու։ Բոլոր այս երկրները, հետխորհրդային տարածաշրջանի երկրները, մենք նշեցինք, որ ունեն շատ բազունատ տնտեսության կառուցվածք եւ առևտուրը հիմնականում այս երկրների մեջ, ու այս երկրների եւ երրորդ երկրների միջեւ միշճուղային, ինչ է դա նշանակում։ Միշճուղային, որովհետեւ այս երկրները իրար հետ փոխանակվում են արդեն պատրաստի արտադրանքներով։ Այդ արտադրանքը, պատրաստի այդ ապրանքները ցածր տեխնոլոգիական ապրանքներ են, վերջնական, բայց դրանք վերջնական արտադրանքներ են։ Ներճյուղայի, այսինքն ունես այն, ինչ ունես։ Այսօր Հայաստանը ունի այն, ինչ ունի եւ կարող է որոշակի իմաստով, այսինքն նոր ձեռնարկություններ, գործունեության նոր տեսակներ հնարավոր չի լինելու ստեղծել։ Պիտի արտահանես նույն կոնյակը, հա, կամ նույն սննդամթերքը միշտ ճյուղային է հարաբերությունը եւ Ռուսաստանը կամ մյուս երկրները չունեն նույնպես այլ ճյուղեր եւ ի վիճակի չեն իրականացնելու միասնական արդյունաբերական տնտեսական քաղաքականություն, որպեսզի կոմոդել ստեղծվի ուրեմն գործունեության նոր տեսակներ ու ձեռնարկություններ։ Իսկ հայտնի է, որ ինտեգրացիոն միավորումը կայանում է կամ
այդ միավորումից դրական էֆեկտներ կարելի է սպասել այն դեպքում, երբ այդ առևտուրը կլինի ավելի շատ ներճյուղային։ Այսինքն, մի ձեռնարկություն Հայաստանում կարտադրի որոշակի դետալներ, կոմպլեկտավորումներ, մեկ այլ ձեռնարկությունում Ղազախստանում եւ հնարավոր կլինի ուրեմն զարգացնել ներճյուղային առևտուրը։ Դրա համար որևէ հիմք գոյություն չունի։ Այսինքն, այս ցուցանիշների առումով նույնպես որևէ էական բարելավման հեռանկար չի նախատեսվում։ Եվ կարելի է վերջին հաշվով նշել, որ մենք ըստ էության մտել ենք մի պրոյեկտի, մի նախագծի մեջ, որը իր էությամբ համակարգային է։ Այսօր աշխարհում խրախուսվում են ազատ առևտրի գոտիները, այլ ոչ թե մաքսային միությունների ստեղծում։ Եվ որևէ մաքսային միության ստեղծում գոյություն ունեն աշխարհում տարբեր տասնյակ ազատ առևտրի գոտիներ եւ ոչ ոք որևէ խնդրեմ չի ստեղծում այդ ազատ առևտրի գոտիների կայացման աշխատանքի համար, բայց որևէ տեղ ըստ էության չի գործում կամ ֆորմալ, գրանցված կամ հայտարարված մաքսային միություններ, բայց բացի Եվրամիությունից ըստ էության որևէ մաքսային միություն չկա, բայց Եվրամիությունը ստեղծվել է յուրահատուկ պայմաններում, արտաքին յուրահատուկ իրավիճակում եւ արտաքին ուժերի գործող հիմնական ուժերի հավանությամբ մաքսային միությունում այդպիսի ուրեմն մաքսային միությունում դրանից շատ հեռու է այդ առումով նույնպես նորից դա կեղծ ինտեգրացիաների շարքից է եւ ըստ էության վտանգավոր ասպես ասած մարտահրավեր նոր գոյություն ունեցող աշխարհակարգին եւ վերջին այս իմաստով մենք պիտի նաև մենք պիտի մեզ ինքներս հարց տանք, իսկ ինչքանով է այն ուրեմն լինելու կայուն եւ արդյոք նա չունի ապա ինտեգրման ներուժ։ Կարծում եմ, որ այս միությունը իր մեջ ունի հսկայական ուրեմն ապա ինտեգրման ներուժ։ Այսինքն, եթե նույնիսկ 1-2 տարի ենթադրվում է, որ նա պիտի այսպես ասած գերիշխող մոդելի շրջանակներում կայանա, նա կարող է շատ հանկարծակի փլուզվել։ Փլուզումը իր հետ կբերի շատ ավելի մեծ բացասական ուրեմն հետևանքներ։ Վերջին հաշվով այն գործոնները այսօր որ նշվում են, հետխորհրդային տարածաշրջանի, որոնք կարող են ապահովել ինտեգրում, այդ նույն գործոնները կային նաև խորհրդային միության տարիներին, բայց այդ նույն գործոնները չկարողացան ապահովել այդ ինտեգրացիոն տարածքի գոյությունը։ Այսօր առավել ևս այդպիսի ինտեգրող գործոններ գոյություն չունեն։ Նորից եմ նշում այս իմաստով այս ինտեգրացիոն միավորումը կարծես կեղծ ինտեգրացիոն ուրեմն միավորների շարքից է։ Ժամանակը 3 րոպե կարող ենք հարցի պատասխանել։ Ես երևի ինչ-որ տեղ հերթականությունները խախտեցի, երևի կարելի է մի քիչ ավելի, ասենք, հարց ու պատասխանի ընթացքում, ինչ ես բաց թողեցի, կարող է Ինչքանով է Ուկրաինայի Մարկարյան Դավիթ Երևանի պետական համալսարան, ինչքանով է Ուկրաինայի գործունեությունը կարևոր մաքսային ծառայության մեջ, ինչքանով է գործունեությունը կարևորում Ռուսաստանը։ Ուկրաինան եւ խորհրդային միության տարիներին եւ այսօր իր տնտեսական պոտենցիալով համարվում է երկրորդը Ռուսաստանից հետո եւ բնականաբար այս Եվրասիական միության կայացման առումով Ուկրաինան ունի անփոխարինելի նշանակություն։ Ճիշտ է, եւ Բելարուսը եւ Ղազախստանը նույնպես համեմատաբար մեծ երկրներ են, բայց իրենց տնտեսական, գիտական, կադրային եւ այլ ներուժով չեն կարող համեմատվել Ուկրաինայի հետ եւ եթե ամբողջ հույսը, ասենք, նույն այս 3 երկրների, Բելարուս, Ղազախստան եւ Ռուսաստան այսպիսի տնտեսական ինտեգրացիոն միավորման կայացման ամբողջ հույսը նրա վրա եղել, որ ինչ որ առումով նրանք
տեխնոլոգիական որոշակի շղթա են կազմում, հիմնվում են ինչ-որ առումով նույն տեխնոլոգիական հենքի վրա, չի կարելի պատկերացնել այդ տեխնոլոգիական հենքը, որ գալիս է Խորհրդային Միության տարիներից, առանց Ուկրաինայի։ Ըստ էության Ուկրաինան խզում է առաջացնում, որովհետև շատ արտադրություններ, որոնք ենթադրվում է, որ պիտի վերականգնել, այդ արտադրությունների ուրեմն կարևոր, այսպես ասած, օղակները, այդ արտադրական շղթայի կարևոր օղակները գտնվում են Ուկրաինայից։ Առանց Ուկրաինայի ոչ մի բան։ Ես սա տնտեսական իմաստով, իսկ քաղաքական իմաստով առավել ևս, եւ Ուկրաինան հանդիսանում է երկրորդը Ռուսաստանից հետո, եւ առանց Ուկրաինայի Ռուսաստանի նշանակությունը, քաղաքական նշանակությունը ուժի միջազգային կենտրոնների մոտ էապես նվազում է։ Իհարկե կունենան առևտրային հարաբերությունները պահպանելու հնարավորությունը, այսօր մենք աշխարհում այնուամենայնիվ գոյություն ունի մեկ գլոբալ համաշխարհային տնտեսություն, նույնիսկ սովետական միությունը, խորհրդային միությունը գտնվում էր փոխանակման հարաբերությունների մեջ աշխարհի այլ երկրների հետ եւ այս առումով ճիշտ են կոնկրետ աշխարհ համակարգային մոտեցման հեղինակներ, ասենք նույն Վալերստայնը ունի բազմաթիվ աշխատություններ, որը համարում էր սովետական միությունը կապիտալիստական աշխարհ համակարգի անբաժանելի մասը, այսինքն այնպես չի, որ աշխարհում գոյություն ունեն մեկուսացված տարածքներ, բայց այդ հնարավորությունները քաղաքականության առումով, որոշումների կայացման առումով, ուրեմն Եվրասիական կոնկրետ մաքսային միության մասնակիցների համար էապես սահմանափակվում է, այսինքն եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, Հայաստանի հնարավորությունները, ազատության մանրէրի հնարավորությունները արտաքին առևտրի հարցերում պարզապես զրոյացվում է, Հայաստանը ինքնուրույն չի որոշում, բացի այդ, ես նշեցի դրա մասին, կողմնորոշված է լինում մեր առևտուրը ավելի շատ միության մաս կազմող երկրներ, քան երրորդ երկրներ, որտեղ երրորդ երկրների հետ հարաբերությունները բարդացվում են բարձր սակագների եւ ուրեմն կոնկրետ մաքսային միության հովանավորչական քաղաքականության շնորհիվ։ Վերջին հաշվով այդ սահմանները ինչի համար են դրվում, այսինքն Ռուսաստանը ինչի համար է փորձում մաքսային միության միջոցով պատնեշել, հա, այս տարածաշրջանը մնացած աշխարհից, որ այս տարածաշրջանում փորձի իր տնտեսական, այսպես ասած, ազդեցությունը բացի մեծացնելու, այսինքն իր տնտեսական օգուտները հենց այդ տարածաշրջանի հաշվին ստանալու, այս տարածաշրջանում որպես դոմինանտ ուժ։ Ինչքան որ հասկացա։ Սուսան Գյուրոյան, Երևանի պետական համալսարան։ Մենք հիմա ակտիվ քննարկում ենք Եվրոմիությանը կամ մաքսային միությանը ինտեգրվելու դրական ու բացասական կողմերը, լավ իսկ հնարավոր չէր լինի, ավելի ճիշտ չէր լինի փորձել հավասարահեռ քաղաքականություն վարել այս երկու կառույցների հանդեպ, բացառելով ցանկացած բնույթի ինտեգրումը։ Խնդիրը հնարավոր է, որ ժամանակակից աշխարհում իսկապես նա գնում է ռեգիոնալացման, այսպես ասած տարածաշրջանայնացման գործընթաց, երևի շատ դեպքերում նույնիսկ ռուսները ելնելով դրանից փորձում են ստեղծել, ցանկացած երկիր կարող է ցանկացած երկիր, այսինքն որոշակիորեն չկա հստակություն, թե ինչքանով պիտի այդ տարածաշրջանի չափը, մեծությունը, ինչքանով է ապահովում ավելի դրական էֆեկտ, փոքրը, մեծը, վերջին հաշվով մեկը քանդվում, մյուսը ստեղծում է, բայց հիմնականում դրանք վերաբերում են ազատ առևտրի ընդհանուր գոտիների տարածքների ստեղծմանը, բնականաբար Հայաստանը կարող է եւ ազատ առևտրային հարաբերություններ ունենալ նույն Եվրոասոցիացիան ուրեմն համաձայնագրի շրջանակներում Եվրոպայի հետ եւ Հայաստանը կարող է ունենալ ազատ եւ ունի այսօր ազատ առևտրային հարաբերություններ, հա, ազատ առևտրի գոտու մեջ է գտնվում երկկողմանի եւ բազմակողմ պայմանագրերի իման վրա ԱՊՀ երկրների հետ, ԱՊՀ տարածաշրջանի հետ։ Այս երկուսը իրար իհարկե չեն հակասում։
նորից եմ կրկնում, եւ պրոբլեմ եվրոպական կողմից մենք իսկապես չենք ունենալու, բայց երբ խոսքը վերաբերում է մաքսային միությանը, այստեղ կա արդեն պրոբլեմ, այսինքն դառնում է անհամատեղելի։ Հայաստանը չի կարող մի կողմից ուրեմն հանդիսանալ մաքսային միության անդամ եւ մյուս կողմից ուրեմն մաս կազմել ազատ առևտրի գոտում, տվյալ դեպքում ասոցիացիոն համաձայնագիր ունենալ Եվրոպայի հետ, որովհետեւ մաքսային միությունը եւ ազատ առևտրի ուրեմն այդ գոտիները դրանք արդեն միմյանց հետ անհամատեղել են։ Ուրեմն բոլոր կամ այդ բոլոր ազատ առևտրի գոտու երկրները դառնային մաքսային միության անդամ, իսկ այդպիսի բան տեղի չի կարող պարզապես ունենալ։ Այս ռեժիմները, իրավական ռեժիմները անհամատեղել են եւ ի սկզբանե կեղծ էին բոլոր այն ուրեմն ընդդումները, երբ հացադրում հենց այդպես արվեցավ եւ հնարավոր է։ Ոչ թե եւ, այլ բացառելով երկուսներ։ Նորից, եթե Հայաստանը ըստ էության Եվրոասոցիացիան հետ ունենալով համաձայնագիր բացառում է երկուսներ, այսինքն նա ազատ առևտրային հարաբերությունների մեջ է Եվրոմիության հետ եւ ազատ առևտրային հարաբերություններ կարող է ունենալ ԱՊՀ երկրների հետ, թեկուզ մաքսային միության։ Հետևյալն է, որ ասոցիացիան պայմանագիրը չստորագրել։ Մենք Ալբանիա տարբեր է, Էմեր Խոջայով։ Չէ, խնդիրը նրանում է, որ մեկուսացում չէ։ Մենք պատկերացնում ենք ուրիշ ասոցիացիան պայմանագիրը չի նշանակում դու Եվրոմիության անդամ ես։ Ասոցիացիան պայմանագիրը վերաբերում է ընդհանրապես առևտրին, բայց ուրիշ խնդիր, որ մենք ասոցիացիան պայմանագիր ասելով հասկանում ենք հեռանկարային պլանների տեսանկյունից, հա, դեպի Եվրոպա ձգտում, այսինքն ըստ էության մտնենք Եվրոպայի մաքսային ընդհանուր տարածքի մեջ, դա արդեն հեռանկարի խնդիր է։ Այստեղ արդեն հակասություն կառաջանար եւ բնականաբար Ռուսաստանում թերևս դրա մասին պատկերացնում են, հակասություն արդեն կառաջանար, այո, անհամատեղելի կդառնար արդեն Ռուսաստանի ինտեգրացիոն նախաձեռնության։ Այնուամենայնիվ Հայաստանի համար, Հայաստանի ազգային նաև տնտեսական շահերի տեսանկյունից ճիշտը երկուսի հետ ես այդպես չասեցի, ես պարզապես փորձեցի մեկնաբանել հնարավոր թե հնարավոր չէ, ճիշտը այդպես չի։ Ճիշտ է, ես իմ ելույթի սկզբում նշեցի Հայաստանի համար, քանի որ Հայաստանը արդեն ըստ էության սպառել է իր տնտեսական զարգացման ռեսուրսները, ըստ էության Հայաստանը գտնվում է տնտեսական զարգացման առումով ստատիկ լճացած վիճակում, դինամիկ զարգացում հնարավոր էր ապահովել միայն մեր տնտեսության կառուցվածքի կատարելագործման հաշվին։ Իսկ տնտեսության կառուցվածքի կատարելագործում մենք կարող ենք ապահովել գոնե տեսանելի այս մեր տարածաշրջանում Եվրոպայի հետ ինտեգրման պայմաններում անհնար է միայն եվրոպական ուրեմն տնտեսության հետ մտնելով արտադրական տարբեր կոոպերացիայի մեջ առաջ քաշելով որոշակի նախաձեռնություններ օգտվելով եվրոպական այդ ընդհանուր ֆոնդերից կլինի տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության զարգացման, եվրոպական ներդրումներից մենք միայն այդ ուրեմն ճանապարհով կարող ենք մեր տնտեսության համար դինամիկ աճ ապահովել։ Միանշանակ է, որ մենք մեկուսացված չենք կարող։ Չէ, ես մեկուսացման մասին չէի ասել։ Իսկ ինչ է խոստանում մաքսային միությունը Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների, ինչ որ պայմանների թեթևացում, ակտիվությունների տրամադրում։ Ճիշտ ասած, մաքսային միության կանոնակարգերով արդեն գոյություն ունեցող փաստաթղթերի, ստանդարտների շրջանակներում չկա կոնկրետ որևէ, այսպես ասած, արտոնության ռեժիմներ։ Իհարկե կա ազատ աշխատուժի, ազատ տեղաշարժի հնարավորություններ մաքսային միության շրջանակներում, որովհետև ցանկացած տնտեսական ինտեգրացիոն միավորում ենթադրում է, որ այդ ինտեգրացիոն միավորման շրջանակներում կապիտալը, ապրանքները եւ աշխատուժը պիտի կարողանան ազատ տեղաշարժվել։ Բայց դա շատ ավելի, այսպես ասած, հեռանկարին է վերաբերում։ Մաքսային միությունը կոնկրետ վերաբերում է մաքսային ընթացակարգերին, հա։
մաքսատուրքերի վերաբերում, այսինքն երկրները պիտի համաձայնության կան միասնական մաքսատուրքեր եւ միասնական արտաքին առևտուր իրականացնելու հարցերում։ Եթե պիտի լիներ Եվրասիական միություն կամ Եվրասիական ընդհանուր տնտեսական տարածք, այլ այնտեղ կարող է նախատեսվել ազատ տեղաշարժ, այդ թվում նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժ, բայց դրա մասին այս պայմանի ներկայումս խոսակցություններ չկա, հակառակը դուք երևի լավ գիտեք, այսօրվա խոսակցությունները ավելի շուտ վերաբերում են այդ միգրացիոն հոսքերի ավելի շատ զսպմանը, հա, բացասմանը։ Այս պայն ես։ Սուրեն Հակոբյան գործազգ 2000 թվականին։ Ուրեմն իմ հարցը հետևյալն է, կարծիք հայտնեմ որ հարցը դա։ Ես օրինակ համաձայն չեմ, որ խոսքի Եվրոմիության այդ ասոցիացիան պայմանագիրի հետ ստորագրենք մեր համար վատ կլիներ։ Ինչու՞։ Այս վերջի 20 տարվա ընթացքում ժամանակը մեզ ցույց է տվել, որ մենք չենք կարողացել ստեղծել բավականին աշխատատեղեր ժողովրդի համար։ Ճիշտ է, քանի որ շատերը գնում են աշխատում են Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Դա մեկ, երկրորդը Ես կարծում եմ Եվրոմիության հետ շատ լավ կլիներ, եթե մենք ստորագրենք պայմանագիրը, ինչու, որովհետև Եվրոպան շատ զարգացած տարածաշրջան է, չէ՞։ Հետո բացի դրանից էլ Եվրոպան մեզ կարող էր, ասենք, սովորեցնել, թե ինչպես կարելի է զարգացնել իսկական տնտեսագիտությունը։ Ճիշտ է։ Բացի դրանից, Եվրոմիությունը այստեղ կստեղծեր աշխատատեղեր, ոնց որ ասենք հիմա ներկայումս արդեն մի քանի հատ խոսքի ոնց են ասում ֆիրմաներ կան Հայաստանում գործող, չէ՞, խոսքի Orange եւ այլ բանկ, HSBC բանկը եւ այլը, որը որ ասենք խոսքի աշխատատեղեր է ստեղծում։ Իսկ մենք դա չենք կարող ասենք իշխանանել։ Դրա համար կարծում եմ, որ ասենք խոսքի Եվրոմիությանը դա լավ կլիներ, էլի։ Կարող եք հիմա պատասխանել, ասեք խոսքի դուք ինչու եք կարծում, որ Հայաստանի համար դա շահավետ չէ լինի Եվրոմիությանը դա ասոցիացիոն ծրագիրը ստորագրել։ Ես թվում եմ երբ ասել։ Երբ ասել։ Ես հակառակ ասել։ Ձեր նշած բոլոր համաձայն եմ նաև ձեր նշած բոլոր առավելությունների հետ, որ մենք կարող ենք ունենալ Եվրոմիության հետ ինտեգրման պայմաններում եւ ես նույնիսկ ավելին ասեցի առայժմ ներկա պայմաններում այլ հնարավորություններ չի երևի դա մեզ համար եւ շանսեր եւ հնարավորություններ ուրեմն դուրս գալու այսօրվա ստեղծված այսպես ասած ստատիկ լճացած իրավիճակից եւ մեր տնտեսությունը արտաքին առումով շատ խոցելի է աճի ռեսուրսներ չունենք եւ անհայտ ու անորոշ է մնում տնտեսական զարգացման հեռանկարը։ Այդ հեռանկարը կարելի է ստանալ այո Եվրո ասոցիացիան այդ ճանապարհով։ Քանի որ այսօր բանա չէ, Վալենտայնն ապոնե մի քիչ ավելի։ Դե մարտի 8 չի, բայց մարտի 8 չէ, եկեք։ Նայեք, պիտի հավասարություն լինի, ինչպես տեսնեք, տղաները շատ ավելի հարց են տալիս։ Մարգարիտ Սոնա, Երևանի պետական համալսարան արևելագիտության ֆակուլտետ։ Գիտենք, որ համագործակցություն տարբեր երկրների միջև հիմնված է երկկողմանի շահերի վրա։ Եթե խոսենք Հայաստան մաքսային միություն համագործակցության մասին, ընդունում ենք, որ Հայաստանի շահը հետապնդում է տնտեսական զարգացում եւ այլն։ Որ դուք խոսեցիք Ռուսաստանի շահերը ընդհանուր առմամբ, իսկ մասնավորապես Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ինչ շահեր ունի այն դեպքում, երբ դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանը արդեն սպառել է իր տնտեսական ռեսուրսները, այսինքն որոնք են Ռուսաստանի հիմնական շահերը եւ նպատակները կապված Հայաստանի հետ։ Արդյոք դրանք արդեն իսկ սպառված եւ թեկուզ շատ քիչ հետագա զարգացման հեռանկար ունեցող ռեսուրսների սեփականացումն է, ինչի արդյունքում ըստիս Հայաստանը կանգնելու է գաղութացման փաստի առջևում։ Ես ճիշտ հասկացա, Ռուսաստանի շահերը Հայաստանի շահերը, հա։ Ռուսաստանի շահերը Հայաստանի հետ կապված, այսինքն ինչ նպատակ ունի հենց կոնկրետ։ Եթե արդեն սպառել է Հայաստանի։ Եթե սպառել է Հայաստանի արդեն իր տնտեսական ռեսուրսները։ Հասկանալի է, հարցը, որովհետև ինքը Եվրասիական միության նախագիծը ոչ միայն տնտեսական զուտ տնտեսական նախագիծ է, այլև կարծում եմ, որ նա քաղաքական նախագիծ է։ Ես ելույթի սկզբում նշեցի, որ այդ նույն աշխարհում ռեգիոնալացման միտումների հետ կապված եւ անորոշության ու գլոբալ
անպատասխանատվության ու անկայունության հետ կապված Ռուսաստանը փորձում է ուրեմն այդ համակարգում գլոբալ կառավարման համակարգում ունենալ իր տեղը եւ բոլոր երկրները, այսինքն առավելապես հետխորհրդային տարածաշրջանի երկրները նա համարում է իր ազդեցության գոտի երկրներ եւ բնականաբար փորձում է այդ երկրների միջոցով իրենից փախստության մեջ դնելով մեծացնել իր գինը, այսինքն իր հզորությունը իտես աշխարհի, սա մեկ, հետո հնարավոր է ակնկալվում է նաև Հայաստանի ներգրավելով պրոյեկտի մեջ ավելի հեշտ կլինի նաև Վրաստանին ու Ադրբեջանին ներգրավելու պրոյեկտի մեջ, իսկ եթե ինչ պիտի անի, եթե ինքը զիջի Հարավային Կովկասում, պիտի զիջի նաև այլ ճակատներում, հնարավոր է հնարավորությունները ավելի փոքրանան ուկրաինական ճակատում կամ կենտրոնական ճակատում եւ այլն։ Տնտեսական առումով իհարկե Ռուսաստանը Հայաստանից չի կարող ակնկալել այն օգուտները, ինչ կարող էր, նշեցիք, որ ակնկալել այլ երկրներից, որոնք էներգակիրներով եւ այլ ռեսուրսներով հարուստ են, հա, որտեղ ինքը լինելով մենք դրա մասին խոսեցինք էներգակիրներ արտանող երկիր ունենալով պարտավորություններ շատ կարևոր է լրացուցիչ եւ բացի այդ ինքը Ռուսաստանը այդ երկրների հետ կապում է նաեւ առանցիկ ուրեմն տրանզիտի հնարավորություններ այդ երկրներից շատով էներգա տրանզիտի հնարավորություններ իր համար Հայաստանի հետ կապված կարծում եմ առավել մեծ դերակատարություն ունի քաղաքական շահը, քան տնտեսական։ Բայց դա ինքը արդեն շատ է թուլացնում, ուրեմն Հայաստանին այդ նախագծի մեջ ներգրավելու իր, այսպես ասած, հարցի բարոյական, հումանիտար եւ այլ կողմերը, որովհետեւ Հայաստանը ակնկալելով շատ բան չի կարող փոխարենը ստանալ։ Իհարկե ես էլ փորձեմ պատասխանել իմ տեսակետը, ասած վարողի իրավունքով, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի շահը տնտեսական շահը Հայաստանում պայմանավորված է միայն Հայաստանով։ Ռուսաստանի հիմնական եկամուտը ակնհայտ է, որ նավթ եւ գազից հատկապես Գազպրոմ։ Ակնհայտ է, որ իրանական գազը համաշխարհային շուկա մտնելով Ռուսաստանի եկամուտները բազմամիլիարդ դոլարներով անկում կապրեն։ Միակ հնարավորություն այսօր Իրանի համար կոնե գազը արտանել Եվրոպա, դա Հայաստան, Վրաստան, Սերծով Եվրոպա գիծն է։ Հետևաբար Հայաստանին մտցնելով մաքսային միություն, ինքը հանգիստ կփակի Իրանից Հայաստանի վրա գնացող գազը։ Այսինքն եթե իրեն հաջողվի անգամ 10% շուկա, որ պիտի կորցներ, ասենք, իրանական գազին Եվրոպայում, ապահովի, դա չկորցնի, դա արդեն հաշվեք մի քանի միլիարդ դոլար փող է։ Դերբար միայն հայաստանյան շուկայով չի նրա տնտեսական շահը։ Խնդրեմ։ Հնարավոր չէ արգումենտներ։ Այո, բայց կարճ ու հստակ։ Հա, ես ուզում եմ ասենց մի քիչ սիմվոլիկ ասել, երբ որ մենք գնում ենք խանութ մեր համար շոր գնելու, բնականաբար մենք գնում ենք այն շորը, չենք գնում այն շորը, որը որ մեր վրա 2-3 անգամ մեծ է, բայց վրան Եվրոմիության էմբլեման է, կամ այլ գնում ենք այն շորը, որը որ մեզ շատ հարմար է ու մեր հակով է, վրան թեկուզ եւ Ռուսաստանի եռագույնն է։ Ուզում եմ ասել ցավոք սրտի, այսօր մենք այսքան ենք ու դրա համար մենք ստիպված ենք դարձնել։ Հիմա դուք ներկայացրեցիք մեզ տնտեսական բոլոր այդ տնտեսական այդ ֆակտորները, թե ինչու մենք պետք է, ինչքանով է վնասակար մաքսիմիզացիան եւ այլն, սակայն մենք գիտենք, որ մարդու բնական այսպես պահանջմունքներից առաջնայինը անվտանգությունն է ու անվտանգության ապահովման տեսանկյունից դերևս առաջնային մաքսիմիզացիան է, որտեղ մենք ինչ տեսանք, երբ որ ասոցիացիան նախաստորագրումներ եւ մեր հանրապետության նախագահ գրում էր այդ ստորագրումը, այդտեղ ճանապարհին Ադրբեջանի նախագահին տեսավ եւ այլն, ասածս ինչ է, որ Եվրոմիության համար, ընդհանրապես Եվրոպայի համար Ադրբեջանը առավել գերադասելի է, քան Հայաստանի Հանրապետությունը, քան Հայաստանը, որովհետեւ Ադրբեջանը նրանց համար այլընտրանքային էներգիա է, չէ՞, էներգիայի ռեսուրս ապահովող երկիր է, իսկ Հայաստանը նրանց համար, այսպես ասեմ, համարյա թե ոչինչ է, ու բացահայտորեն շատ
Եվրոպացի պաշտոնյաների ելույթները երբ որ լսում ենք, նրանք խոսում են Ադրբեջանի ավելի գերադասության մասին, իսկ գոնե Ռուսաստանի համար մենք առավել կարևոր ենք անգամ մենակ այն հանգամանքը հաշվի առնելով, որ մեր ուրեմն արևմտյան սահմանները պայելով նրանք փաստորեն չեզոքացնում են այդ բուֆերային գոտի ստեղծում Ամերիկայի արևելյան ֆլանգի դեմ։ Ուստի ուզում եմ ասել, որ քաղաքական տարը հաշվի առնելով այս դեպքում մեզ համար առավել կարևոր է դա, քան տնտեսականը, էլ չեմ ասում, որ տնտեսությամբ էլ մենք շատ ենք կապված Ռուսաստանի հետ, մեր արտաքին առևտրի առյուծի բաժինը կապված է Ռուսաստանի հետ։ Արդյոք սրանք այս ամեն ինչը վտանգներ է, եթե մենք Ռուսաստանի ֆակտորը հաշվի չառնենք, դա մեր համար իսկ դու առավել ճակատագրական է, քան հիմա, որ մենք կամաց թեկուզ մեր տնտեսությունը անկման է գնում։ Հնարավոր որ մի հատ փլուզվի։ Այն դեպքում կներեք մի բան էլ օրինակ նորվել է խոսեմ, երբ որ չէ օրինակ ես կպատասխանեմ, ես հասկացա։ Չէ, մի սխալ փաստ հնչեց, ես կուզեի ճշտացնել։ Ամենահետք Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտուրը ամենամեծն է, սխալ է։ Արտաքին առևտուրը ինչ? Ես 37% Եվրոմիության հետ է, 27% Ռուսաստանի հետ, որի առյուծի բաժինը գազն է։ Եթե գազը հանում ենք, ընկնում է ամեն հարցերի մեջ փաստերը ճիշտ ամենահետաքրքիրը սխալ փաստերը հավանելի դեպքում սխալ եզրակացության են։ Եվրոմիությունը Հայաստանի առաջին առևտրային ընկերն է, չխառնել։ Ես տնտեսության մասով եմ ասում։ Մենք ավելի շատ արտահանում ենք Եվրոմիություն, քան Ռուսաստան։ Բանը գազը, հացը, Ես հասկացա, թերևս սա ամենաինտրիգային հարցերից է, բայց հենց սիրում եմ ես այս հարցին պատասխանել եւ փորձեմ պատասխանել այն մոտեցման տեսանկյունից, որին ես շատ ավելի հակված եմ, ուրեմն մտածելու այդ կերպ, այդ նույն աշխարհ համակարգային մոտեցումն է, խնդիրը հետեւյալումն է, հա, գոյություն ունեն, կարծում եմ, հենց 3 իսկապես կատեգորիայի երկրներ, ես հիմա հենց անվտանգությանը կանրադառնամ, նրանք կենտրոնի զարգացած երկրներն են, նրանք կիսածայրամասի երկրներն են եւ ծայրամասի երկրները։ Տվյալ դեպքում Ռուսաստանը կիսածայրամասի երկիր լինելով միջանկյալ դիրք է գրավում զարգացած երկրների եւ ամենածայրամասային երկրների միջեւ, ծայրամասային տվյալ դեպքում Հայաստանը եւ հետխորհրդային տարածաշրջանի այն մյուս երկրները եւ Ռուսաստանը ըստ էության եթե նա կախված է զարգացած երկրներից, մենք կախված ենք Ռուսաստանից։ Այսինքն մենք ըստ էության կախյալ զարգացման հիմա ուղին ամրագրում ենք։ Ինչ է դա նշանակում։ Անվտանգության հետ կապված, որովհետև նույն երկրները տնտեսական զարգացման մակարդակում, եթե մենք այսպես դասակարգեցինք, երկրները դասակարգվում են նաև իրենց անվտանգության մակարդակով նման կերպ։ Քաղաքական մեքենայի եւ պետական մեքենայի իրենց հզորությամբ նման կերպ։ Կենտրոնի երկրներն ավելի ուժեղ պետական մեքենա ունեն եւ անվտանգություն եւ կիսածայրամասինը միջանկյալ դիրք եւ ծայրամասինը ավելի թույլ։ Երբ որ բարձրացնում ես քո ուրեմն քաղաքական մեքենայի ապարատի ուրեմն ուժը, բնականաբար դու նաեւ քո տնտեսական հզորությունն ես մեծացնում։ Հայաստանի հետ կապված նույն որտեղ սա առնչվում է նաեւ քաղաքական ռեալիզմի հետեւյալ օրինաչափությանը կամ աշխարհ համակարգային մոտեցման։ Մի երկրի անվտանգությունը, որևէ երկրի անվտանգությունը ֆունկցիոնալ կախվածության մեջ է մեկ այլ երկրի անվտանգության հետ։ Եթե որևէ երկիր մեծացնում է իր անվտանգությունը, իր ուժը պետական մեքենայի, նա մեծացնում է մեկ այլ երկրի հաշվի։ Դրանք ֆունկցիոնալ կախվածության մեջ են։ Տվյալ դեպքում Ռուսաստանը ուժեղացնելով իր անվտանգությունը, մեծացնելով, նա անում է դա մեր անվտանգության հաշվի։ Ֆունկցիոնալ կախվածությունը, այդ կախվածությունը ենթադրում է, որ մեր անվտանգության աստիճանը շատ ավելի նվազեց։ Դա ակնհայտորեն կարելի է տեսնել թեկուզ այն հարցում, որ մենք արդեն որոշումների կայացման հարցում մենք արդեն ոչինչ ենք ներկայացնում, մենք որոշումների կայացումը փոխանցվել է, որ մեկ այլ երկրի, որը ավելի վերև է կանգնած, եւ նրա անվտանգությունը այդ առումով ավելի մեծացել է, նա մեր անվտանգության հաշվին մեծացնում է իր անվտանգությունը, եւ այդ կեղծ պատկերացում է, թե դրանով մեր անվտանգությունը մեծացավ, հակառակը, դրանով մեր անվտանգությունը
էապես նվազեց։ Ֆունկցիոնալ պարզապես ուղղակի կախվածություն գոյություն ունի։ Կարելի է Խնդրեմ։ Չէ, ով որ մի անգամ հարց տվել է, ես առայժմ ձայն չեմ տա, որ ուսներն են հետո։ Համաձայն չեք, հետո կբանավի չեք, բայց թող հարցերը տան ուսները, ճարտար չի լինի մեկը Սիմոնյան Շուշան, Երևանի պետական համալսարան միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Այ հետաքրքիր է, եթե հայացք ուղղենք դեպի Ուկրաինա, կտեսնենք, որ այնտեղ առկա է ավելի գիտակից հասարակություն, ավելի պայքարող հասարակություն ու նման օրեցօր թեժացող պայմաններում, պայքարի պայմաններում ինչպիսի հանգուցալուծում կլինի խնդրին ու ի վերջո Ուկրաինան ինչ դիրք կբռնի։ Բաց հարց է, մեր թեմային մի քիչ իհարկե ես ունեմ իմ պատկերացումները, կարծում եմ այն պատկերացումներն էլ տեղավորվում է այն մոտեցման շրջանակներում, որ Ուկրաինան պայքարում է, ինչպես այստեղ նշվեց, այդ նույն գաղութային վիճակից, կախյալ զարգացման վիճակից դուրս գալու համար, Ուկրաինան պայքարում է իր անկախության համար ու կարծում եմ, կարծես թե այդ հարցը լուծվել է եւ Ուկրաինան ըստ էության լուծել է եւ Ռուսաստանը կարծում եմ նահանջի մեջ է։ Այդ դա գնահատական է պարզապես։ Տպավորությունը այնպեսին է, որ Ռուսաստանը այսօր նահանջի մեջ է եւ այն նախաձեռնությունը, նախագիծը, որ նախաձեռնվել էր Ռուսաստանի ներկայիս վարչակարգի կողմից, ամբողջությամբ կարծում եմ ձախողվել է եւ դա շատ ակնհայտ կդրսևորվի մոտ ժամանակներում։ Դուք կանաչ Հայկ Երանոսյան Հայկ Երանոսյան, պետական համալսարան արվեստության ֆակուլտետի Ինչքանով եք տեղեկացված, արդյոք մաքսային միություն Հայաստանով չի վնասի մեզ այնքանով, որ ստեղծում եք միասնական դրամական Առայժմ նույնիսկ մաքսային միության կայացումն է հարցականի տակ, նույն մաքսային միության երկրները ունեն բազմաթիվ ուրեմն տարբերություններ, թե տնտեսական զարգացման մոդելի, ինստիտուցիոնալ կառուցվածքների, հակասություններ նույնիսկ մաքսային քաղաքականության առումով։ Այդ ուրեմն երկրները գոյություն ունի 11000 ապրանքային անվանում, որից ընդամենը 1000-ի շուրջ են այս երեք երկրները եկել ընդհանուր հայտարարի համաձայնեցրել միմյանց հետ։ Կներես հարցը Հայաստանը դրամի հետ։ Առավել ևս խոսել այսօր դրամի մասին, կարծում եմ շատ ժամանակավոր է, որովհետև նույնիսկ եթե մաքսային միության խնդիրը չեն կարողանում լուծել եւ դա է կասկածի տակ։ Իսկ դրամը ենթադրում է ընդհանուր դրամ ունենալը, ենթադրում է ոչ միայն քաղաքականությունների համաձայնեցում տարբեր ասպարեզներում, ոչ միայն արտաքին առևտրի, արտաբյուջետային, դրամավարկային, դա ենթադրում է նաև տնտեսական զարգացման ցուցանիշների որոշակի առումով միջինացում։ Այս երկրները էապես տարբերվում են իրարից, թե տնտեսական զարգացման մոդելների առումով, թե այդ դիֆերենցիումով տնտեսական ցուցանիշների, եկամուտների եւ այլն միասնական արժույթի կիրառումը, եթե ինչպես Եվրոմիությունը ամենավերջինը մտցրեց։ Դա նշանակում է, որ նրանք այդ երկրներն արդեն հասել էին դրան, ինտեգրացիան հասել էր իր բարձր մակարդակին։ Այնպես, որ այսօր խոսել ընդհանուր արժույթի մասին կարծում եմ ճիշտ չէ։ Եվրոմիությունում ամենտեղ չէ եվրո։ Օրինակ Չեխիայում կարծեմ եվրո չի։ Նույնիսկ այդ երկրներից մի մասը դեռ չեն անցել, որտեղ որոշակի պարամետրերի պիտի բավարարեն։ Իսկ այս երկրները այնքան տարբեր են մաքսային միության երկրներն իրարից։ Խոսել դրա մասին Չէ, չի լինել, չէ։ Ամենավերջում Աղջիկը դուք Եվրոպայի հետ համագործակցելով բնականաբար Հայաստանը ավելի շատ տնտեսապես կզարգանա, բայց արդյոք դա չէ սպառնա Հայաստանի անվտանգությանը։ Այսինքն նոր թշնամիներ ձեռք կբերենք, այդ ենք ուզում հասնել։ Գիտեք ինչ կա։
ես չեմ ուզում առանձնացնել, ճիշտ է, մենք այսօր խոսեցինք ընդհանրապես տնտեսական բաղադրիչի մասին, բայց մնացած բոլոր բաղադրիչները չպիտի առանձնացնել միմյանցից։ Իհարկե դրանք պիտի կարողանալ տեսնել նաև զուգահեռ, հա, կամ հաջորդաբար իրականացվող։ Ես կարծում եմ, որ տնտեսական տարածքին ինտեգրվելը ենթադրում է նաև ինտեգրում անվտանգության տարածքին։ Այլ բան է, թե ինչքանով է դինամիկ ընթացել մեկ պրոցեսը, մեր գործընթացը տնտեսական ինտեգրումը, ինչքանով անվտանգությանը։ Կարծում եմ դրանք պետք է կարողանալ զուգակցել, համադրել, բայց հաստատ, երբ որ դու ինտեգրվում ես որևէ տարածքի տնտեսապես, դու ինտեգրվում ես այդ տարածքին նաև անվտանգության առումով։ Եվ եվրոպական անվտանգության գոտին կարծում եմ համեմատելու չի այսօրվա այն անվտանգության մակարդակի հետ, որը մենք ունենք։ Առավել ևս մեր անվտանգության մակարդակը մենք էապես մաքսային միության անդամակցելու այդ ճանապարհով իջեցնում ենք։ Այստեղ հարցը լրիվ հակառակն է, այսինքն, քանի որ հարցը մի քիչ քաղաքական է, ես էլ փորձեմ։ Կարծում եմ շփոթություն կա։ Մեր անվտանգությունը խարսխված կա մեր հայ-ռուսաստան երկկողմ ռազմական համագործակցության բազմաթիվ պայմանագրերի վրա։ Մեր անվտանգությունը խարսխված է ռուսական բազայի 46 տարվա վարձակալության վրա։ Եվ այլն, այսինքն հապկ եւ այլն։ Հիմա եթե որևէ մեկը կարծում է, որ եթե Հայաստանը չմտներ մաքսային միություն, Ռուսաստանը իր բազան պիտի տաներ, ուրեմն շատ սխալվում է։ Եթե մենք ամբողջ ազգով վաղը կանգնենք եւ խնդրենք Ռուսաստանին, որ բազան տանի, ինքը այդ խնդրողների կեսին կկոտանի, բայց չի տանի, որտեղ այդ բազայի գոյությունը առաջին հերթին բխում է Ռուսաստանի շահերից։ Դուք աշխարհում որևէ ռազմական բազա չեք կարող բերել, որ միանշանական բխի շահերից, որի ծախսերի 70%-ը ոչ միայն չվճարի, այլ ծախսերի 70%-ը տեղի բնակչություն է, դուք ձեր հարկերով վճարեք։ Աշխարհում նման բան չկա, հասկանում եք։ Ինչա ձեզ թվում է, որ ամերիկյան բազան Գերմանիայում էր գտնվում կամ Ճապոնիայում, չեն բխում դա Ճապոնիայի եւ Գերմանիայի շահերից։ Արցախի անվտանգությունը ես կարծում եմ մաքսային միության անդամակցելով էապես անկում ապրում, բարձ օրինակներով խոսենք։ Մենք Արցախի անվտանգությունը ապահովելու համար Չինաստանից առանք 4-ը հեռահար այդ սմերչային տիպի պաս։ Ռուսներից ինչքան բան են կարում այդ 4-ի դիմաց։ Ռուսներից արվում են գներով միևնույն ժամանակ։ Դուք գիտեք գները եւ գիտեք ինչ եք արվում։ Եկեք կոնկրետ մի րոպե։ Այստեղ խնդիրը շատ բարձր է։ Սմերչն ինչ-որ գնվում է տարբեր են, էլի մի քիչ անհամեմատելի։ Ուրեմն սմերչը խփում է 70 կիլոմետր, առավելագույն ինչ-որ առաջինացներին 110 կիլոմետր։ Բայց ես կոնկրետ օրինակ եմ ուզում։ Բայց Տրիստը Էստեղ մենք չունենք։ Մենք չունենք ռուսները ունեն, մի խառնեք։ Ռուսները ունեն, մենք չունենք, դրանք տարբեր բաներ են։ Մի րոպե, ասեք, թողեք ես Չինաստանը վերջացնեմ։ Մենք զենքը բերում ենք առանց մաքսատուր վճարելու։ Հայաստանում զենքի վրա 0% է մաքսատուրը։ Մաքսային միության անդամ դառնալուց հետո 20-ից 40% զենքի վրա մաքսատուր կա գալու։ Ոնց ենք մենք այդ զենքը բերելու առնելու կոնկրետ Չինաստանից։ Ոնց ենք առնելու ոնց ենք առնելու կամ ստանալու Եվրոպայից։ Սա կոնկրետ հարցեր են, որոնց հարցը բան է։ Հա, անկախությունը կորցրած երկիրը չի կարող ունենալ անվտանգություն, կարծում եմ եթե կարելի է զենքի հետ կապված փոքր հարց, ես օրինակ թվերին չեմ տիրապետում, դուք օրինակ տիրապետում եք տոկոսային, ինչքան տոկոսն ենք մենք գնում զենքի Ռուսաստանից եւ ինչքանը Չինաստանից։ Օրինակի համար ասեցիք 4 սմերչ, շատ լավ է 4 սմերչը, բայց Ռուսաստանից մենք գնում ենք ավտոմատներ, տանկեր, սնարյադներ ու այդ ամեն ինչ ՊՎՕ-ի սիստեմաներ։ Դա ինչի շրջանակում են գնում։ Դա ՕԴԿԲ-ի շրջանակում։ Մաքսային անդամակցելով կներեք, մաքսային անդամակցելով մենք նոր արտոնություն չենք ձեռք բերում։ Չէ՞։ Այսինքն մենք այսպես թե այնպես դրա շուրջ չենք գալու։ Հիմա դա ձեզ թվում է, որ այդ ձեր ասած տանկերը ռուսները մեզ չեն ծախելու, սխալվում եք, որտեղ այդ տանկերի կեսը չեմ ուզում ուրիշ բառ օգտագործեմ, այսինքն մինչև մենք լավ չնորոգենք, ոչ մեկին պետք չի։ Այսինքն ձայնը, բայց հիմա այդ է մեր անվտանգությունը։ Չէ, այդ չի մեր անվտանգությունը, դա շատ բարձ խնդիր կա։ Երբ որ ռուսները 100 տանկ եւ 96 զրահմեքենա ծախեցին Ադրբեջանին, դրա դիմաց մենք 10,000 հատ հակատանկային հրթիռ ստացանք
միլիարդ հրթիռները դրա դիմաց Եվրոպայից անվճար, հիմա չեք ստանա։ Եվ այդ տանկերի դեմ քեզ Ռուսաստանը ձրի չի տալու հակատանկային բաները։ Կոնկրետ խնդիր է։ Եկեք վերացական դատողություններ կոնկրետ է։ Ցանկացած երկրի անվտանգության մակարդակը որոշվում է միջազգային հարաբերություններում այդ երկրի ունեցած կշռով, միջազգային հարաբերություններում այդ երկրի ձայնի հնչեղությամբ, այսինքն ինչքան կշիռ։ Երբ որ երկիրը ունի որոշումներ կայացնելու սուվերեն իրավունքը, նրա անվտանգության մակարդակը իշխն է։ Մենք պետք է ելնենք այս մոտեցումից, այս դրույթից, դա ակնհայտ է։ Եթե կարելի է տնտեսական հարց տամ, Ճիշտ է։ Որովհետև այդ ավելի շուտ կոմենտի կարգով էր, եթե կարելի է ուրիշ հարցեր տալ։ Կտակ դուք հարցեր տվել եք, պարոն Վարդանը մենք թույլ տամ հարցը տալու հետո ցես։ Դուք ոնց հասկանում եմ ներկայացնում եք իմ մարդկանց, որ եվրոինտեգրացիայի կողմնակից։ Տենց է թե՞ ոչ։ Ես օբյեկտիվ տեսակ եմ, որ կարծում եմ ու համոզված եմ դրա մեջ։ Համոզված եմ, որ դա կա։ Իսկ ես ինքս կարծում եմ, որ ոչ Եվրոպան, ոչ համոզունի, բայց ոչ մի բան չկա մաքսիմալությունում, որը ոչ մի նման բան դուք կա որևէ գոնե մի փոքր բան դրա անունը ուզում եք դասել։ Ոչ, իսկապես որովհետև մի քանի կոշտ հիմնավորումներով, հա, որ իմ համար ակսիոմատիկ նշանակություն ունեն, հա։ Մաքսային միությունը մեզ չի տալիս տնտեսական տնտեսական առումով տնտեսական էֆեկտներ, որը ես փորձեցի ներկայացնել, գուցե այդքան համոզիչ չեղավ, բայց դա հիմնավորվում է բոլոր առումներով եւ միջազգային փորձով եւ այդ ոլորտի ուրեմն հետազոտություններով ու տեսությամբ մանավանդ եթե Հայաստանը ոչինչ չունի տալու այդ միությանը, բայց Հայաստանը զրկվում է նրանից, ինչ կարող է ստանալ ուրիշ երկրներից։ Այստեղ խնդիր չկա, ես նույնիսկ չեմ էլ կասկածում, որ տնտեսական առումով չեմ, ինչ կարող են ձեռք բերել մաքսային մաքսային միությունը, որպես նայում ենք կոնկրետ ֆորմալ առումով մաքսային միություն, ոչ թե քաղաքական միություն։ Մաքսատուրքերը բարձրանում են, Հայաստանը չի կարողանում ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ ներմուծել, Հայաստանը ստիպված է լինելու իր ապրանքներն ու ծառայությունները ներմուծել Բելարուս, Ռուսաստան եւ Ղազախստանից, որոնք կլինեն շատ ավելի անորակ եւ որոնք կլինեն շատ ավելի թանկ, Հայաստանը իր արտահանումը չի կարող ծավալները էապես ավելացնել, որովհետև Հայաստանը Ռուսաստան արտահանում է սահմանափակ թվով ապրանքներ եւ այդ ապրանքները մրցունակության առումով, մենք այդ ապրանքներ պարզապես չունենք տալու այդ շուկաներին, եթե այդ երկրները կփորձեն այդ ընդհանուր շուկան օգտագործել իրենց տեղական արտադրությունը զարգացնելու համար, Հայաստանը չունի տեղական արտադրություն այդ ուրեմն այդ երկրներ արտահանելու համար եւ մաթերքը Հայաստանից երկրներ եկեք հատեցի, որ արտահանվում է Ռուսաստան մեծ մաքսատուրք է։ Դուք պետք է կոնտրոլը անցնելու դուք կարող եք ասել Հայաստանը ինչ վնասներ կկրի։ Ես ուզում եմ իմանամ օգուտ չի հանելու են պամիդորների։ Օգուտ չի լինելու, բայց դուք կարող եք հանգիստ ասել, որ կարճաժամկետ, ես կարող եմ ընդունել դա, որ կարճաժամկետ հատվածում մենք կարող ենք ուրեմն որոշակի բարդությունների պատճառով, որ մեր առջև կարող են դնել քաղաքական դրդապատճառներից ելնելով եւ այլն, սանիտպետկայանները իրենց եւ այլն, հա, մեր արտադրանքը կունենա խնդիրներ ռուսական շուկայում։ 300 միլիոն դոլարի մոտավորապես մեր արտահանումը ռուսական շուկայում հնարավոր է հանդիպի խնդիրների։ Ինչպես հանդիպեց Վրաստանը 2008 թվականին, հա, իր հանքային ջրի, գինիների եւ այլնի հաշվով։ Մենք ունենանք խնդրեմ, ես չեմ շրջել։ Դուք 20 միլիոն ենթադրենք հարկ ենք մոծում ռուսական տամոժնյանում, կդադարենք մոծել այդ 20 միլիոնը, թե էլի շարունակելու ենք Ռուսաստանի արդեն մտածենք։ Ասենք մտածենք արդեն, օգուտ ունենք, ոչ, բացարձակ այդ պամիդորին, որ մի ռուբլի տալիս ենք տամոժնյանը, էլի մի ռուբլի տալու ենք։ Տամոժնյանը մեկ արտահանմանը ոչինչ չի տալիս։ Ես նկատում եմ Ռուսաստանի տամոժնյանը։
Մենք չենք տալիս հիմա, որ արտահանում ենք։ Մենք ունենք ազատ առևտրի պայմանագիր, մեր հարցերը մենք երկու վաղուց արդեն։ Մենք հիմա դու պատահական ասեք, ներմուծելուց չեք տալու։ Ես նկատում եմ մենք, որ Ռուսաստան ապրանք ենք տանում, Ռուսաստանի հարկահավաքներին փող չենք տալի։ Ռուսաստանի հարկահավաքները իրենց երկրի ներսում ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուր կարող են հավաքել, մենք չենք տալիս։ Դա եմ ասում, մենք ուզում եք ասել, այդ ապրանք ավելի կեժանանա ռուսական շուկայում։ Այո, ու ավելի մրցունակ կդառնա Իսրայելին կբրդի, Լեհաստանին կամ այդպես մի բան։ Այդ ապրանք արտահանողների ով Ռուսաստանն արտահանում։ Ռուսական շուկայում մաքսային միության շրջանակներում մեր ապրանքները կդառնան ավելի մրցունակ, ճիշտ է, բայց մի օգուտ։ Ոչ, մենք ավելի չունենք տալու, մենք պիտի տանք, իսկ մեր ռեսուրսները սահմանափակ են, թե գյուղ մթերքի հաշվով, թե որ մենք չենք կարող չափից ավել խաղողի այգիներ ունենալ կոնյակ արտադրելու, այդ ինչ որ արտահանում ենք այդ ծավալները, ըստ էության դրանք են հասել իրենց ուրեմն կրիտիկական սահմանին։ Դրանից ավել մենք ի վիճակի չենք, մենք ուրիշ արտադրանք չունենք տալու։ Բայց փոխարենը մենք զրկվում ենք ուրիշներից ներմուծել։ Իսկ Բելարուսը կարող է իր տրակտորներն, ուրիշ ապրանքներ ավելի շատ բերել, նա կօգտվի։ Ես ինչքան հարց հետևյալն է։ Մենք ենթադրենք 200,000 տոննա պոմիդոր ենք արտահանում Ռուսաստան եւ ծախում ենք։ Մենք էլի կշարունակենք 200,000 արտահանենք։ Ուրիշ բան որ Ռուսաստանի սպառողի վրա դայժան կնստի։ Մենք 200,000-ից ավել չենք ծախի, դրանով ռուս սպառողն է շահ, որտեղ այլևս այդ մաքսատուրքեր եւ բաները չի իր համար, բայց մենք ավել չենք կարող արտահանել, որտեղ մեր արտահանման հնարավորությունները կան։ Այսինքն մենք 200,000 փոխարեն 400,000 չենք կարող։ Այն էֆեկտները, որ մենք կարող ենք ստանալ մաքսային միությունում, պես առումով, մեր արտահանման առումով, դրանք պարզապես համեմատելի չեն այն բացասական էֆեկտերի հետ, տեխնոլոգիա, տնտեսության ճյուղեր եւ այլն։ Հետո մենք ինչպես միշտ 2 րոպե ընդմիջում կտանք, ով որ գնում է կգնա, իսկ ով որ կմնա ավելի կբանալիչենք եւ այլն։ Խնդրեմ, Ես կարծում եմ մեր տնտեսական թե քաղաքական հեռանկարները կապված էին Եվրոմիության հետ եւ այս առումով կարծում եմ որ բնական է որ Արցախի հարցում նույնպես մենք որովհետեւ միավորվելով, որովհետեւ սերտ հարաբերություններ ստեղծելով աշխարհի ամենաուժեղ քաղաքական բևեռներից մեկի հետ մենք դրանով բարձրացնում ենք նաև մեր միջազգային հեղինակությունը, միջազգային սուբյեկտությունը, կարգավիճակը, անվտանգության մակարդակը եւ այլն, այսինքն այդ առումով մենք շահում ենք։ Նորից ես այդ հարցիկը ոչ թե ես հենց զուտ բացապես ընդունում եմ այդ բաժանումը եվրո ինտեգրման կոմունատիստներ եւ մաքսային, ոչ, ես պարզապես ելնում եմ այն հանգամանքից, որ նա եվրո ինտեգրումը մեր համար հնարավորություն է, ճանապարհ է եւ այլն դրանք պարզապես չունի։ Մենք չենք կարող առանց ինտեգրվելու ունենալ այդ բոլոր հնարավորությունները։ Հակառակը դա մեր համար շանս եւ հնարավորություն է մեր անկախության հարցում երաշխիք ունենալ շատ երկարաժամկետ հեռանկարի համար 21-րդ դար եւ այլն եւ տնտեսական զարգացման հեռանկարների առումով եւ մնացած բոլոր առումներով ես պարզապես ոչ միայն ափսոսում եմ, անհասկանալի է այդ շանսից այդ հնարավորությունից հրաժարվելը։ Հիմա 2 րոպե ընդմիջում, ովքեր ուզում են գնան, թող գնան, ովքեր ուզում են մնան, Հայաստանի Հանրապետության մաքսային միությանը անդամակցելի ստանցների պարտավորությունները որքանով չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելիս արդեն Այո, իհարկե մոնիտորինգ ես այսպես ասած մանրամասն չեմ արել, ուղղակի թերթելու նայել եմ, բայց էապես բնականաբար չի համապատասխանում
ուրեմն առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած մեր պարտավորությունների հետ եւ հակասությունների լուրջ հակասություններ այդտեղ գոյություն ունեն խնդրի լուծումը այսօրվա դրությամբ չի երևում, որտեղ մենք նշեցինք Հայաստանը անդամակցելով առևտրի համաշխարհային կազմակերպությանը ըստ էության այն երկրներից մեկն է, որը նույնիսկ նախապայմաններ, որոշակի պայմաններ չի դրել, բանակցել է եւ ամբողջությամբ ըստ էության ազատ ռեժիմ է կիրառում Հայաստանը, մաքսային, նաեւ առևտրային բոլոր առումներով, թերևս որոշակի բացառություններ գյուղատնտեսության մեջ, այն էլ ոչ էական։ Մաքսային միությունը ենթադրում է արդեն որոշակի սահմանափակումներ եւ այստեղ ամբողջությամբ հակասության մեջ է մտնում։ Իշխանությունները ամեն դեպքում ասում են, որ գուցե բանակցությունների ժամանակ մաքսային միության անդամակցության բանակցությունների ժամանակ փորձենք հետաձգել որոշակի, հա, ուրեմն պարտավորությունների առումով որոշակի ուրեմն համաձայնությունների չկան մաքսային միության հետ, որտեղ կհակասի առևտրի համաշխարհային կազմակերպության ստանդարտ պարտավորությունների հետ, բայց կարծում եմ հարցը շատ լուրջ է այս առումով։ Էական կամ Հայաստանը պիտի չհաջողի այդ բանակցություններում առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կամ մաքսային միության։ Սարգսյան Խաչիկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, նայեք, Հունաստանը գտնվում Եվրոմիության անդամ է, բայց լինելով Եվրոմիության անդամ գտնվում է շատ վատ վիճակում, որովհետև տիրում է համատարած գործազրկություն եւ բայց դրան հակառակ Գերմանիան, Ֆրանսիան միլիարդավոր եվրոներով օգնում են, բայց դա անգամ չի նպաստում Հունաստանի զարգացմանը, այլ Հունաստանը գլորվել է երեք կարելի ասել մի քանի 100 տարի հետ եւ թե երբ դուրս կգա այդ կրիզիսից, ելքան հայտ է։ Եվ երկրորդ հարցը ներառում է հետևյալը, ես այս հարցը ուղղել եմ Իգոր Մուրադյանին, բայց ցանկանում եմ պատասխանը լսել ձեզանից որպես տնտեսագետ։ Եվրոպան համաշխարհային պատմության մեջ գաղութներ է ձեռք բերել այլունահեղ կռիվների միջոցով, որպեսզի ռեալիզացնի իր ապրանքները։ Քանի որ երբ մի պետություն տեղի է ունենում ապրանքի գերաճ, բայց չի լինում դրան համապատասխան սպառում, երկիր կկանգնի կրիզիսի առաջ։ Չեք կարծում, որ նույնը տեղի ունենում Եվրոմիության միջոցով, այսինքն օրինակ Հայաստանի ինտեգրվելով Եվրոմիությանը, Եվրոպան կսկսի սպառել իր երկրորդ եւ երրորդ սորտի ապրանքները։ Մինչև հարցին պատասխանել, ես ուզում որտեղ հարցի մեջ էլի սխալ գնաց։ Հունաստանը արդեն դեպոկից դուրս է եկել։ Ուզում եմ հիշեցնել, որ տնտեսական ամենամեծ անկումը ունեցել առաջին Ուկրաինան, երկրորդը Հայաստանը։ Այսինքն պետք չի Հունաստանի հետ, մենք կերազեինք այն վիճակ ունենանք, ինչ որ Հունաստանում է։ Այս մենք շատ պիտի զարգանանք, հասները ճիշտ ասել, 17% անկում Ուկրաինա, 14% Հայաստան։ Այնպես որ պետք չի ասել, որ վիճակը ավելի եւ ես չգիտեմ որևէ ընտանիք, այսինքն հազարավոր հայաստանցիներ կան այսօր, որ Հունաստանում են ապրում եւ հետ չեն գալիս եւ չկան հազարավոր հունաստանցիներ, որ եկել են ավելի բարեկեցիկ Հայաստանում։ Հայերի տեղաշարժը հստակորեն ցույց է տալիս երկրների տնտեսական զարգացումը։ Եթե միջնադարում դուք տեսնեք հայերը որտեղ էին գնում, ասեք մի շրջան Հոլանդիա, Հնդկաստանում տնտեսությունը լավ է։ Հայերը գաղութներով է։ Եթե արտագաղթ կա, իշխանական տնտեսական վիճակը լավ չի։ Որ եվրոպական երկրները տարբեր իհարկե կասկած չկա, եվրոպական երկրները տարբեր են իրենց զարգացման մակարդակով, դինամիկայով, առանձնահատկություններով, վերջին հաշվով կան նաև չնայած մշակութային ընդհանրությանը կան նաև տարբերություններ, հա, մարդկային մենտալիտետի եւ այլնի առումով եւ դրա համար դրսևորվում է տարբեր, բայց նույնիսկ այդ իհարկե համեմատելի չի այդ վիճակի հետ, այսինքն նույնիսկ Եվրոպայի ծայրամասը, այսինքն զարգացման մակարդակով նույնիսկ ծայրամասը չեմ կարծում Հունաստանի ծայրամասը ավելի վատ երկրներ կան, բայց նույնիսկ նրանց ծայրամասը շատ ավելի զարգացած է, քան կախյալ ծայրամասային երկիրը, որ կարող է կախված լինել ավելի թույլ զարգացած, ասենք Ռուսաստանից եւ ընդհանրապես հեռանկար չունենալ։ Եվրոպացիները իհարկե եվրոպական տնտեսությունը զարգացման այդ մակարդակին հասել են կապիտալի կենտրոնացման հաշիվ, որը եղել է նաև իր հաշիվ այլ երկրների շահագործման, ի հաշիվ այդ երկրների ռեսուրսների եւ այլնի տարիների ընթացքում
Եվ այս իմաստով ընդհանրապես անհասկանալի է, երբ որ մենք հակառակը մենք պիտի ողջունենք, որովհետև Հայաստանին ներգրավելով իրենց ինտեգրացիոն տարածք, ըստ էության Հայաստանը հնարավորություն է ունենում, ուրեմն եվրոպական մեխանիզմները օգտագործելով լինել հավասարների մեջ հավասար, այսինքն դու բոլոր հնարավորությունները ունենում ես, իրենք տանում են քեզ եվրոպական ակում թողնելով մյուս երկրներին, քեզ հանելով այսօրվա կախյալ ծայրամասային վիճակից, դրա մեջ ես չեմ կարող հասկանալ, հենց այստեղ է, որ ես ոչ միայն ցավալի, անհասկանալի եմ գտնում ընդհանրապես այս որոշումները, մեզ շանս ու հնարավորությունը տրված է ու մենք չենք օգնել դրանից։ Ոչ միայն ափսոս է դա ես չգիտեմ ոնց կգնահատվի հետո պատմության կողմից, հետո ոնց կգնահատվի մեր երեխեքը սերունդները։ Մեզ շանս է տրված տանենք իրենց ընտանիք։ Այնտեղ թեկուզ ժամանակավորապես դու սկզբում լինելով թեկուզ իրենց ծայրամասը, ամենահետամնաց մասը, բայց դու ժամանակի ընթացքում ցուցանիշների առումով գոնե կմոտենայիր արդեն միջին ցուցանիշներին։ Կողմնակցության ոչ թե ինչ-որ միության ինտեգրմանը, այլ ընդհանրապես անդամակցելի ինչ-որ արտադրությունների շրջանակներում, սակայն ձեր ասացին մի քիչ կոմենտ անեմ ու հարցի տեսքով, որ Լատվիան, Լիտվան, Էստոնիան նույնպես անդամակցում են Եվրոպական միությանը, սակայն ես մի անգամ մասնակցել եմ գիտաժողով, որտեղ ներկայացնում էին այնտեղի տնտեսական վիճակները եւ այնպես չէ, որ Եվրոպական միությունը կարողացել է կարող եք հստակեցնել, որ գիտաժողովը որտեղ Երևանի պետական համալսարանում էր դեպքում են։ Այստեղ, այսինքն։ Դա գիտաժողով է։ Այդ քարոշչություն է, ոչ թե գիտաժողով։ Այդ ուղղակի ուղղակի մենք հասկանալ, եթե Եվրոպական միությունը կարողանում է խորհրդային նախկին խորհրդային պետության երկրներին զարգացնել, ինչու Լատվիա, Լիտվա, Էստոնիայում այդ վիճակը տեղի չունեցավ եւ կարող է մեր մոտ ավելի վատ լինի, որովհետեւ իրենք ավելի հիմքեր ունեն զարգանալու քան մենք, բայց իրենք չզարգացան։ Բայց դու գնացել եք այնտեղ, գնացեք զարգացել եք թե չէ։ Ես որ տանեմ այդպես չի։ Կան պրոբլեմներ, ոչ ոք չի ասում, որ պրոբլեմները գոյություն չունեն։ Պրոբլեմները գոյություն ունեն Եվրոպայի առաջատար երկրներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, առանց պրոբլեմի երկիր չի լինում, առանց պրոբլեմի զարգացում չի լինում, բայց խնդիրը նրանով է, եվրոպացիները ի վիճակի են լուծել այդ պրոբլեմները, Մաքսային միությունը ի վիճակի են լուծել իր պրոբլեմները, պարզվում է, որ եվրոպացիները ի վիճակի են լուծել իրենց պրոբլեմները, եւ կլուծեն ապագայում, Մաքսային միության անդամ երկրները ավելի խորացնում են իրենց պրոբլեմները։ Բայց տարբերությունը այնքան էական է, այնքան հսկայական է, որ համեմատելի չի։ Ասենք մերձ Բալթյան երկրներում 100,000-ավոր ռուսալեզու քաղաքացիներ կան, որոնք քաղաքացիություն չունեն։ Գտնվում են քաղաքական ճնշված վիճակում։ Բայց չեն լքում այդ երկիրը դեպի Բարգավաճ Ռուսաստանը։ Ամեն ինչ անում են մնալու այդ երկրներում։ Ինչու՞։ Որտեղ կենսամակարդակը մի քանի անգամ բարձր։ Համեմատելու չի ախր։ Դուք գիտեք, ես ինչ եմ ուզում, ես ամբողջ իմաստը որն է մեր դասընթացների։ Փաստերի վրա, այսինքն չի կարելի պրոպագանդան գիտության հիմք սարքել, այդ քաղաքական նայեք փաստերը, նայեք վիճակագրությունը, թվերը, այն որ ասեց պարոն Երազարյանը, նույն Էստոնիայի համախառն ներքին արտադրանքը, նայեք որ Էստոնիան այսօր աշխարհում թիվ 1 երկիրն է, այս բանի էլեկտրոնային կառավարման, այսինքն ասած եւ այլն, եւ դա ասել է իր անկախության շնորհիվ 20 տարվա։ Դրանք նայեք համեմատել։ Թե չէ որ դժվարություններ կա, ելքը դժվարություններ կա կլինի, բայց էլ եմ ասում, կերազեն շատ երկրներ այդ դժվարությունները ունենան, այսինքն այդ երկրները եւ ամենակարևոր ցուցանիշներից մեկը նայեք արտագաղթը։ Երբ որ դուք կտեսնեք մասսայական արտագաղթ Էստոնիայից դեպի Հայաստան կամ դեպի Ռուսաստան, այդ դեպքում կասեք Եվրոպության նույնիսկ ծայրամասային երկրները զարգացման մակարդակով, հիշեք, ավելի առաջ են, քան Ռուսաստանը։ Այսինքն մենք ամեն առումով ինտեգրվելով, մոտենալով եվրոպական միջին ցուցանիշների, մենք ամեն առումով կլինեինք ավելին բոլոր ասպեկտներով, քան նույն Ռուսաստանը։ Կներեք, հենց հարց տվեց, Բուլղարիան առաջ է Ռուսաստանից, այսինքն աղքատության ցուցանիշը Բուլղարիայում ավելի բարձր է։ Եկամուտների առումով ոչ, որովհետև այսօր Ռուսաստանի եկամուտները, միջին ընդհանուր եկամուտները ձևավորվում են պարզապես էներգակիրների արտահանման հաշվին, բայց այդ եկամուտները ո՞նց են հաշվում։ Եվ ում գրպանն է գնում հիմնականում։ Ում գրպանն է գնում, եւ զարգացման հեռանկար ունի այդ երկիրը թե ոչ։ Սրանք հարցեր են,
որոնց պատասխանի դեպքում ակնհայտ առավելություն կունենա բուլղարացին։ Բուլղարացին այսօր գուցե լավ չի աշխատում, բուլղարացին այսօր գուցե որոշակի պարամետրերով չափանիշներով հետ է եվրոպական ընդհանուր ստանդարտից, բայց բուլղարացին բոլոր հնարավորությունները ունի եւ բուլղարացին թեկուզ դանդաղ աճի տեմպերով վաղ թե ուշ կհասնի այդ մակարդակին։ Նրա ձեռքից էլ վերցրած բարձրացնում են։ Այստեղ կան ուրիշ հանգամ, ես ապրել եմ Ռումինիայում դեսպանատանը եւ ֆոտոգրաֆիել եմ, ասեմ, երբ որ ասում եմ Ռումինիայում վիճակը վատ է, պիտի մտածել իսկ ինչ կլինի Ռումինիայի վիճակը, եթե այն Եվրոմիությանը չանդամակցի։ Եթե մներ Մոլդովայի նման ինչ-որ մի բան։ Չէ՞ տեսե ինչ վիճակերի նստականների սկզբին են դեր եւ իրանք ինչ առաջընթաց են ապրել։ Ասել որ վատ է, բայց ամեն ինչ համապատասխան մեջ է։ Իսկ եթե չանդամակցե, Իսկ ուղղակի չանդամակցել Եվրոպան, իրանք գիտեք ոնց էին ամեն ինչ անում, ոնց էին երազում եւ հասան դրան։ Գերմանացի օրինակ ռումինացիներին դեմ էին, ասում են երկու համաշխարհային պատերազմ մեզ հետ միասին սկսեցիք, մեր դեմ վերջացրեցիք։ Այսինքն այդ քաղաքական անգամ բանը դրեց։ Իրանք այսինքն ժողովուրդները ասեմ ցես։ Կարող է ռոպագանդա խոսանք ասենք, բայց ժողովուրդը ինքը ամեն մի ժողովուրդ զգում է որտեղա լավ ապրել է եւ դրանով էլ որոշում է։ Ոչ մեկին խաբել չի ունի ասել, եթե իսկապես բան լինի, ազատ ընտրության իրավունք լինի։ Այսօր այդ երկրները բան ունեն, դժվարություն, իհարկե ամենահետամնաց վայ երկրներն են Եվրոպայի, դեռ չլինի։ Բայց հաղթարեց, օրինակ Լեհաստանը այսօր բավականին լավ ցուցանիշներ արդեն ունի ցույց է տալիս, մյուս բոլոր երկրները։ Բայց կոռուպցիան շատ է մեկը։ Լեհաստանում։ Իտալիայում էլ է շատ։ Համաձայն է, Բերլուսկոնին ամենագլխավոր կոռուպցիան։ Ընդ տրադիցիա է։ Համաձայն է, բայց Ռուսաստանում ինչքան է կոռուպցիան։ Դուք նայեք թվերը, եւ այդ Ռուսաստանում այնօր բանն է ձեռ էին ասել, Ռուսաստանում ապկատը հասել է 100%-ի արդեն։ Այսինքն տալիս են հետ է ստանում։ Ինչի մասին է խոսքը։ Օլիմպիադա է, չէ՞, գնում է, 54 միլիարդ։ Դրա առնվազն կեսը կերել է։ Վերջի օլիմպիադան ամենամեծ օլիմպիադան Չինաստանն էր 10 միլիարդ է եղել։ Հիմա մեկին կարող է համոզի, ինչ 10 միլիարդ է Պեկինի օլիմպիադան նստել։ Վերջերս այն հեռուստացիա։ Վայրերից ասում եմ գնաց ստուգի Google-ով եւ ստուգի վաղը դրած 54 միլիարդ դոլար ռուսական բանն է եղել։ Երևի բանուզեմ ասեմ, եթե կոռուպցիայի մասին ենք խոսում, իհարկե կա, բայց վստահեցնում եմ ձեզ, որ կոռուպցիայի մակարդակով հաստատ գոնե ձգտումի առումով մենք օրինակ երբ որ նայում ենք դինամիկան եւ Հայաստանում եւ Ռուսաստանում, ասենք վերջի 10 տարվա ընթացքում կոռուպցիան ավելի է խորացել, չնայած բոլոր այդ պայքարի բաներին, բայց կոնկրետ Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան չեմ կարող ասել, չեմ եղել, բայց հաստատ այդ վիճակը լավացել է։ Այդ առաջվա բաները չկա։ Իսկ մնաց տրադիցիա կա, այո, կա ազգային հոգեբանություն։ Կա ազգային հոգեբանություն, որը Եվրոպական միությունը ընդգրկվի Եվրոպական միությունը ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր։ Դրանով մենք Էլեկտրոն չի ունի կմաքսային միություն, սահմանը փակելն է։ Պուտինը Ռուսաստանը իր սահմանը փակում է, որ իր ապրանքը կարողանա ծախի, վերջացավ։ Ինքը ո՞նց դրա հետ կբացի, ինքը չի կարող ազատ մրցակցության մեջ մտնի, հասկանում եք։ Մաքսային միության ստեղծելու ամբողջը որն է, իր նիվան ու իր լադան չի ծախվում։ Ինքը սահման է դնելու, որ դու ստիպված ոչ թե գնաս 5 տարվա Opel ու Mercedes առնես, այլ ստիպված իր նիվանով բանը լադան առնես, վերջ։ Եվ որ ասպես այդ ձև մասնորագրի դրքում մաքսային միության իմաստը։ Ժողովրդի Պուտինը վերջերս որ եվրոպացիների հետ հանդիպում էր, սա առաջարկ արած դե եվրոպացի գործընկերներին։ Առաջարկը որն է, առաջարկը կոնկրետ փաստաթուղթ ստորագրի, գիտեք, առաջարկ ես անում, հետո 1000-ի պայման ես դնում, բայց եթե առաջ չար, ես չեմ ուզել ճիշտ ասած, եթե անել, բայց ամեն դեպքում չի ստորագրել։ Չի կարա, մաքսային միության ամբողջ իմաստն է դրա խախտվում։ Մաքսային միության իմաստը որն է։ Ստեղծել միության իմաստը խախտվում է։ Ժողովրդի Եվրոպան Ռուսաստանի 400 միլիարդ դոլարի ապրանքը շրջանառություն ունի ու տարեկան 286 միլիարդ դոլար է նոր եվրոպական։ Շատ լավ։ Իհարկե ունի գազը ծախում է իշխանի, բայց դու Ռուսաստանի մասին մի մտած, ինքը մաքսային միությունից օգտվում է, խոսքը դրա մասին դու Հայաստանի մասին մտածի որ դժում է։ Իհարկե Ռուսաստանն օգտվում է մաքսային միությունից, որտեղ ինքը իր շուկան փակում է, կոնկրետ ծախում է իր այդ ամբողջ ապրանքները։ Դու վաղը չես կարող առնես, այ դու անձամբ դուժելու ես, որտեղ քո լայն սպառման ապրանքը գալիս է Չինաստանից, գալիս է Արաբական Էմիրատից եւ գալիս է Թուրքիայից։ Հիմա արդեն դրա վրա
10-20% գները բարձրանալու է, վերջ, վաղը կգնաս խանութ, որ առնում էր այդ կոշիկը, չգիտեմ, $30 կառնես $40, վաղը կգնաս ավտոն, որ առնում էր, չգիտեմ, $5000 կառնես $15000։ Չի մասին է խոսքը, խոսքը դրա մասին է, որ այսինքն անձամբ դու Հայաստանի քաղաքացին տուժելու է, միանշանակ տուժելու է, այսինքն այդտեղ երկրորդ կարծիք էլ չկա։ Այ խոսքերս լսեք, գնացեք վաղը մտեք խանութներ որոշ գներ գրեք թղթի վրա, հետո մաքսայնության անդամակցությունից հետո գնացեք համեմատեք, տեսեք գները ինչ են։ Համաձայն եմ, Ռուսաստանում մեքենաները օրինակ շատ ավելի թանկ են, քան Վրաստանում կամ Վերջացավ, եւ 1000 ապրանք, իսկ ինչ է թանկ չի, այսինքն, կամ ինչի վրա մաքսը ավել չի։ Մթերքի գինը կասեի, որ նույնն է։ Չէ, մթերքի գինը նույնն է, որտեղ այն մեծ շուկա ունի, բայց այստեղ արդեն դեռ ուրիշ է։ Դու այսօր ով էր ասում էր, որ ցորեն է։ Բա մոռացեք, որ մենք Եվրոմիությունից ցորեն ենք առնում, Կանադայից էլ ենք ցորեն առնում, ասենք նույն ռուբինես ցորեն ենք առնում, ինչ։ Այս վերջի ամորակ ցորեն մասը։ Չգիտեմ, ամորակը ինչա մենք առնում ենք։ Մենք անգամ Իրանից ենք ժամանակ։ Մենք ենք մեղավոր ամեն ինչին։ Երիքա Ռուսաստան, Եվրոպա Մեղավոր սկիզբը էդի պտինի։ Չէ, չես կարա, այսօր ժամանակակից աշխարհում եթե դու ապրում ես, այն եղած չեղածը 2.5 կամ 2 միլիոնան շուկա ես, դու չես կարա աշխարհից մեր ուսանող։ Այդտեղ չի, ասենք ասացման պայմանագրի ստորագրելուց մենք Եվրոպայի ինչ ենք առաջ։ Մենք ոչ մի բան մի առաջարկի, դու ստանում ես 512 միլիոնանոց շուկա, բաց շուկա, տարեկան $38,000 մեկ շնչին ընկնող եկամուտով։ Դա աշխարհի ամենամեծ շուկան է, որը մի քանի տարի հետո նավթայի հետ միավորվել է։ Պատկերավոր օրինակով ես ասեմ։ Մենք տեսեք Ռուսաստանից կախվածությունը մեզ ինչ վնասներ է տալիս, առավել ևս մաքսային միությունից։ Ես կարող եմ այսպիսի ձևակերպում անել։ Մեր կախվածությունը այսօր Ռուսաստանից ըստ էության արգելափակումը մեր զարգացումը։ Ինչու՞։ Ռուսաստանի տնտեսության կառուցվածքի մասին մենք խոսեցինք, որ նա հիմնված է հումքային ջուղերի, հա, մետալուրգիական արտադրանքի, այսինքն ունի այնպիսի կառուցվածք, որը տեխնոլոգիական չի, որը արդիականացված չի։ Հիմա Հայաստանում, եթե որևէ մեկը Ռուսաստանի ինչի արգելակում զուտ վերցրած իրանական պրոյեկտները, դրանք մի կողմ թողնենք, Իրանը Ռուսաստանի հետ էներգետիկ մրցակից է, բայց Ռուսաստանը արգելակում է Հայաստանում նաև այլ սեկտորների զարգացումը, նա այստեղ արգելակելու է այլ երկրների մուտքը։ Գիտեք ինչու, որովհետև ինքը չունենալով այդ ճյուղերը, մեր ձեռնարկությունները, տարբեր ձեռնարկությունների ես օրինակներ կարող եմ բերել, որոնք ժամանակին հետաքրքրություն են ներկայացրել արտասահմանյան արևմտյան ներդրողների կողմից։ Ռուսաստանը ինքը չկարողանալով արդիականացնել, որովհետև դրա հնարավորությունները չունի, իր տնտեսության կառուցվածքը ուրիշ է։ Ինքը արգելակում է մյուսների մուտքը, որովհետև մյուսների մուտքով Հայաստանը դուրս է գալիս իր տնտեսական քաղաքական ազդեցության շրջանակներից։ Այսինքն մեր հետևյալ ձևակերպումը, քանի դու չես հաղթահարել այդ կախվածությունը, դու չես եկել այդ կախված վիճակից, այսինքն գաղութացումը հիմա չի, որ մեր խախյալ վիճակը կա նաև մինչև հիմա։ Եթե դու այդ կապերը չես կտրել, դու զարգացման հնարավորությունից ընդհանրապես զրկված ես, ոչինչ չես ստեղծելու։ Եվրոպայի հետ ինտեգրումը, եվրոպական ասոցիացիոնը տալիս է այդ հնարավորությունը դուրս գալու այդ կախյալ զարգացման շրջանակներից, այսինքն դու ստանում ես հնարավորություններ զարգացման։ Այդ ժամանակի ընթացքում կարող էին ստեղծվել նոր արտադրություններ, դու կապերի մեջ մտնեիր, ներգրավեիր նոր ինվեստորներ։ Հիմա դու պարզապես բլոկադայի մեջ ես, քեզ թույլ չեն տալու ստեղ որևէ մեկը մտնի։ Որովհետև ինքը չի կարողանել, բայց թույլ չի տա որևէ մեկը անի։ Էվրետա։ Իհարկե ցանկանայի սկզբից ներկալիններից բանացոսությանը, բայց ափսոսում եմ, որ հնարավորություն չունեցա, հազես այսպիսին է, երեք թեմանες Java-ին է վերաբերում, այնտեղ կարծում եմ բոլորս դեմ էինք այդ ինտեգրում կոչվածին, քանի որ այդ ինտեգրումը լինելու էր Java-ի հայության ինքնության հաշվին նաև, այսինքն այդ ինտեգրման և տնտեսական ճակերտավոր զարգացման արժեքը լինելու էր հայության ինքնության կորուստը։ Ինտեգրում վրացական Ես իհարկե դեմ եմ նաև ինտեգրացիայի Ռուսաստանի հասցեագրված, թե Եվրոպայի։
ցանկացած պարագայում, որտեղ հայությունը պետք է իր ինքնությունը գործի, այդ ինտեգրացիան մեզ պետք չի։ Ընդամենը մենք մեր մերքը շատ համաձայն է մեր ընկերոջ հետ, մերքը մեր մեջ է, մեր պասիվության մեջ է եւ մյուս այն ճակերտավոր ակտիվ հատվածի կուսակցականացվածության մեջ է։ Ընդամենը պետք է մի հատ ուշքի գամ տենակ մեզ ինչա պետք, արդյոք պետք է այդ կուսակցականացվածությունը եւ արդյոք պետք է այն պասիվությունը, որ մարդիկ չգիտեն ինչի համար են ապրում։ Մի հատ գաղափարական կոնկրետ ուղի նշվի ու բոլորս աշխատենք այդ ուղղությամբ։ Եվրոպայում լավուց կա այդ բանաչ ձևը, այդ բանավեճը, որ արդյոք փոքր ու միջին երկրները շահում են, թե չեն շահում, լինելով միությունների մեջ, ընդհանուր տարածաշրջանային միավորումների մեջ։ Պարզվում է, որ փոքր երկրները բոլոր հնարավորություններն ունեն տնտեսապես ավելի շահող վիճակում լինեն։ Այդ մեխանիզմները օգտագործելով, սա վերաբերում է պարզապես միայն այդ մոդելին եվրոինտեգրման։ Սա չի վերաբերում, որ ես ներկայացի գերիշխող մոդելին, որ այսօր Ռուսաստանը ուզում է ստեղծի, Եվրասիական միության, մեխանիզմները օգտագործելով փոքր ու միջին պետությունները շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում, ավելի շատ մեծ օգուտներ են կանում։ Պարզապես պետք է ճիշտ օգտագործել։ Այդ հնարավորությունները այնտեղ տրված են, այսինքն դու այնտեղ չես կորցնում սուվերենությունը, ֆորմալ սուվերենության որոշակի իրավունքներ փոխանցում ես վերազգային մարմիններին, բայց փոխարենը ստեղծված է այնպիսի կառավարման մեխանիզմ, վերազգային այդ մարմինները ունեն այնպիսի աշխատանքի ընթացական, որ դու ավելի շատ ես քո ազգային շահերից բխող տեսակետներ անցկացնում ու լուծումներ ստանում։ Փաստը փաստ է, այսպես է։ Օրենքների ընդունումների շարանը գենդերային օրենքով ու մնացած է բախվում է Եվրոպայի շրջան։ Ռուսաստանն է պարտադիր որ այդ օրենքը ընդունել։ Հիմա գենդերից հետո քանի հոգի դարավ գենդեր կամ Դառնում է, չէ, դա այդ մոտեցումները դառնալը։ Վերջերացը որտեղ Եթե կա սահմանափակում, չի դառնում, եթե ազատ արվի, Գոմիկի թեման հերոստատեսության պետք է քննարկվի, դա արդեն կորուստ է, դա այո, կորուստ է։ Այսինքն դու որ նայում ես կոմիկական բաներ, առ։ Իմ չէ։ Այն չես ուրիշին ներկայացնում, էլի բանի Դեմոկրատիան։ Այդ մոտեցման բանը վերահսկելի դարձնում։ Միգուցե եկեք դրանց եթե խոսքա հոգեբանության այդ բան մի ուրիշ թեմա։ Այդ հայեցակ մոտեցման հարցը, որոշեն ընդունում որ դեպս ավելի վերահսկելի։ Որը մեկ է հերոստատուս տալով գոմիկ չի դարձնում։ Աղատացի ինտերնետը ոչ թե μόνο Ռուսաստանը երկրներ կառավարության կեսը կոմիկային բաներ են Հարցը չեմ հա հարց հարց եթե կա Դուք խոսում եք սուվերենության կորցնելու մասին երբ որ անդամակցենք մաքսային միությանը, բայց չպետք է մոռանալ, այս թվում է ոչ մեկի համար նորություն դա չպետք է լինի, որ մինչև մաքսային միության անդամակցելու հարցի բարձրացումը մեր սուվերենության հարցում նաև Ռուսաստանի դերը մեծ է եղել, այսինքն քաղաքական որոշումների կայացման դեպքում։ Դրա համար նաև հենց տնտեսական առումով մեր կորուստը անհամեմատելի անելու, քանի որ Եվրոպայի շուկան ինչպես նշվեց 500 միլիոն անոց անհամեմատելի է դա։ Հարցս հետևյալն է, տվյալ պահին, երբ որ բարձրացվեց հարցը, ասոցիացիան համաձայնագիր թե մաքսային միություն, դուք ինչպես եք տեսնում դա, իրատեսական եք համարում ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու փաստը։ Չեք կարծում, որ դա հնարավոր չէր ու մեր այս տարբերակը, այսինքն ուրիշ ելք չունեինք, մեկ քան գնալը դեպի մաքսային միություն։ Այսինքն դուք ուզում եք ասեք պարտադրված ուրիշ ելք չունեինք, չնայած լավ է։ Տենց է։ Դուք կարող եք խոսում ասել, որ այդպես եղել է։ Այսինքն ինչ որ բանից պարտադրված, հիմա ոչ միայն այդ ճնշումներն են եղել, գուցե եւ եղել է ներքին ճնշումներ, այլ ռիսկեր, որի պատրաստ չի եղել օրվա քաղաքական իշխանությունը գնալու, թերևս այդ ամեն ինչը իր ազդեցությունը ունեցել է, այսինքն ես չեմ շղթում, որ կախվածություն չի եղել, բայց ես միաժամանակ չեմ կիսում այն միտքը, որ հնարավոր չէ ասել։ Փաստորեն եւ Մոլդովան կարողացավ, որ ունենալով շատ ավելի լուրջ խնդրեմ ու ճնշման լծակներ իր վրա, կարողացավ ստորագրել։ Վրաստանը կարող եք ասել, Վրաստանը վաղուց դրա համար վճարել է ըստ էության անցել է, բայց Վրաստանը անցավ մի իր համար շատ ծանր ժամանակաշրջան։
անցավ նույն բլոկադան էր 2008 թվականին, երբ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ էր, հիմա շատ ավելի թույլ է, բայց Մոլդովան չի գնանք, Հերո չգնանք, ես սովա Ուկրաինայի վիճակ գնանք, այսինքն դա միակողմանի չի, մենք չպետք է միայն նայենք են, որ մեր համար մեր շուկա է մեր հիմա սպասում, այդ երկկողմանի հարաբերություններ են։ Ես կարծում եմ, եթե մեր անդամակցությունը ասոցիացման համաձայնագին, երբ որ Եվրոպային դա ձեռնտու լիներ Եվրոմիությանը, նույնպես ինչպես հիմա Եվրոմիությունը միջամտում է Ուկրաինայի այդ ամեն ինչին, որը կատարվում է, դա չի շղթվում, որ հիմա Եվրոմիության մատը, ասենց ասած, խառն է այս ամեն ինչի մեջ։ Այդ դեպքում նաև Հայաստանում էլ, եթե այդ քանակության չէ, գոնե նմանատիպ որոշակի շարժումներ կլինեին։ Այսինքն միջամտությամբ Եվրոմիության դա թույլ է լծա։ Այսինքն մենք կարծիք ինչես, որ այդքան էլ հետաքրքիր են Եվրոմիությանը, ես լիովին կիսում եմ այդ կարծիքը ու միանշանակ դա այդպես է։ Մենք դա միակողմանի հարաբերություն չի, դա Եվրոմիություն եւ Հայաստան հարաբերությունն է, այսինքն Եվրոմիությունն է պետք է կողմեն դրան։ Ուծի որոշակի ճշմարտություն կա ձեր ասածների մեջ, բայց մեծ հաշվով վերցրած այդպես չի։ Եվ հարցերը մեծ հաշվով, եթե նայում ենք այսօրվա կարճաժամկետ հատվածում, այդպես չի լուծում։ Պիտի անհրաժեշտ հողը պայմանները լինեն նաև միջամտության համար։ Գուցե միջամտության հետ կապված նաև եվրոպական խնդիրներ կային։ Իսկ ով ասում, որ պիտի եվրոպացիները, եթե դու ոչինչ չես ուզում անես, չես շարժում քո տեղից, պիտի գան ու քեզ ասել շարժվիր այդպես, դու չես ուզում այդպես շարժվել, ով պիտի գա քեզ ասի այդպես շարժվում։ Ճնշումներն էլ նույնիսկ լիքը մարդիկ ուզում են շարժում, այդ խթանիչ ուժի բացակայության արդյունքում հիմա։ Խթանիչ ուժը հիմա կարելի է մեղադրանքներ ուղղել Եվրոմիության հասցեին, գուցե ասում եմ, որոշակի ճշմարտություն կա դրա մեջ, չի նախապատրաստվել մեր հասարակությունը, դրա մասին արդեն վերջերս շատ են խոսում, բայց մենք շատ բաներից գուցե երթերակել չենք։ Ավելի մի բան ասել դրա վերաբերյալ, որովհետև մի բան ասեմ, էլի։ Եվրոմիությանը Բարոսոն երբ որ եկել էր Հայաստան, ես կարդացել եմ իր պաշտոնական ելույթը, անգլերեն լեզվով Եվրոմիության կայքում գրված է, հայերենով էլ կարծեմ կապ թե չէ։ Ինքը ասել էր Հայաստանի համար մենք տալիս ենք կանաչ լույս, եթե դուք ցանկություն ունեք մեզ միանալու, welcome, տենց ասել։ Իսկ եթե մենք չենք գնացել, դե ուրեմն ոնց որ աղջիկը ասում չէ, հետո սուսում է։ Ասել է չէ։ Ոչի ինքը ասել է պարտադրված սերը ուրիշ ամում ունի։ Սկանում եք հետևաբար պարտադրանքում բան չի լինում։ Հեռնի բարություն ես անում, էլի, դες չի լինում։ Ինչ է նշանակում պարտադրեցին։ Բայց մատա որ պարտադրեցին։ Եվրոպացիների վրպանություն թե նայում ինչ մեծի գցել են, բայց ռուսը ինչ փրկել է։ Ո՞նց է ռուսը։ Լավ։